Ընկերներ ողջույն, Շաբոյան լայվը շարունակում է աշխատանքը, այսօրվանից սկսում եմ նոր շարք, սկսում եմ մի շատ հետաքրքիր անձնավորության հետ, Էդուարդ Համբարձումյան, մարդ, որը փառահեղ մարտական ուղի է անցել 2020 թվականին, մի փոքր սկզբից գամ Ռուսաստանի Դաշնությունից, Էդուարդը ժամանում է Հայաստան, ծառայությունը այստեղ անցկացնելու համար, բայց մեկամյա կուրսերն անցելուց հետո որպես սպա դասակերանատար տեղափոխվում է ծառայության եւ սկսվում է 2020 թվականի պատերազմը, ամբողջ մարտական ուղին Էդուարդն անցել է ջրականում, ականատես է եղել ամեն ինչին, հրաշալի ուղղակի հաստատություն է ունեցել եւ այդ մասին դեռ մենք խոսենք, բայց Էդուարդը նախ եւ առաջ բացի սպա լինելուց, բացի մեր հերոս սպաներից մեկը լինելուց, նաեւ Իսատեկ ընկերության մարտական շահգործման ինժեներն է։ Միգուցե շատերին բան չասեց, միգուցե շատերը հասկացան ինչի մասին եմ խոսում, խոսքը Սկորպիոն ցամաքային դրոնների մասին է, որը նախատիպը չունի, այդ մասին այսօր մենք խոսելու ենք եւ ծրագրի վերջում սկսելու ենք եւս այսպես ենթավերնագրով շարք, որը լինելու է մի քանի մասից բաղկացած, Էդուարդը ահռելի աշխատանք է կատարել Google Map-ով, կազմել է բոլոր այն իրադարձությունները, որը տեղի ունեցել, այսինքն մենք վերնագրելու ենք այն որպես ջրականի անկումը, մանրամասն տեսնելու եք քարտեզի վրա ինչ է տեղի ունեցել իրականում, որտեղ ենք սխալվել, ինչ փառահեղ գործողություններ են կատարել մեր տղաները, մի խոսքով, շարքն այնքան երկար է պատմությունը, որ մենք ջրականի անկումը անելու ենք մի քանի մասից, այնպես որ առաջին մասը կտեսնեք այսօր, բայց մինչև այդ շատ ավելի հետաքրքիր թեմաներից ենք խոսելու ոչ միտեղ չհեռանաք, խոստանում եմ հետաքրքիր լինելու, գնացինք։ Նորից ողջույն, Էդուարդ, շնորհակալ եմ նախ, որ համաձայնեցիր ինձ հետ այս շարքը, որպեսզի սկսենք եւ միանգամից արի անցնենք մեզ ուզող հարցերին, որպես սպա, որպես Հայաստանի քաղաքացի, որպես երիտասարդ, որը մասնակցել է մարտական գործողություններին, բայց մենք հիմա այնինչ ինչի մասին խոսելու ենք, նայում ենք կողքից, ոչ մարդ, որը մարտական ուղի է անցել։ Նախ, ինչ տեղի ունեցավ հաղթանակած եւ դարեր շարունակ պետականություն երազած ազգի հետ եւ ինչպես ստացվեց, որ մենք մսխեցինք այս 30 տարվա ընթացքում այն ինչ ձեռք ենք բերել։ Այսպես ասեմ, Էրնեստ ջան, որպեսզի շատ քաղաքական դաշտ չգնամ, ինչևէ բոլոր եզրահանգումները կանեմ որպես հասարակ քաղաքացի։ Ինձ թվում է մենք ուղղակի, ինչպես ռուսն է ասում, воспринимать всё это как должное։ Այսինքն մենք ընկալեցինք դա այնպես, որ դա այդպես էլ պետք է լիներ, չնայած որ այդ հաղթանակը շատ մարդկանց կյանքի գնով, շատ տանջանքներով, ես դե այդ ժամանակ դեռ ծնված չեմ եղել, եղբայրս այդ ժամանակ մանուկ հասակում այդ ամեն ինչի ականատես է եղել, նա էր շատ դրվագներ պատմում, հացի հերթեր, մութ, ցուրտ, ծառեր, կտրել այդ ամեն ինչը, փողոցային շներ, տրանսպորտի ու կոմունիկացիոն համակարգը բացարձակ։ Ես ապրել եմ այդ ամենը։ Այո։ Ուստի այդ ամեն ինչը մենք չգնահատեցինք, ինձ թվում է։ Չգիտեմ, որքանով է գերտերությունների մատը այդ ամենում խառը, բայց ինչևից է ժամանակը մեր օգտին չաշխատեց։ Եվ մենք այդ տասնամյակների ընթացքում փոխանակ հզորանայինք, փոխանակ ավելի հաստատենք այդ հաղթանակը, որ մենք այդպիսի հերոս տղաներ կորցրեցինք, այդպիսի ազգանվեր մարդիկ եկան իրանց ամբողջ կյանքը, ամբողջ գործունեությունը թողեցին այնտեղ եւ մի հատ էլ մնացին մարտի դաշտում։ Մենք որոշեցինք այդ գրավյալ ճակերտավոր օկուպացված իբր թե օկուպացված տարածքներում, չնայած որ դրանք մեր պատմականն էին, բայց չմոռանանք նաեւ, որ միջազգային հանրությունը լրիվ այլ կերպ է դա ընկալում։ Մենք չգնահատեցինք այդ գրավված տարածքների արժեքը, ինչի գնով է դա եղել եւ ցավոք կորցրեցինք դրանք։ Մենք որոշեցինք այդ գրավյալ տարածքներում զբաղվել բիզնեսով։ Նուռ աճացնել, դաչեք սարքել եւ այլ ձեզ բոլորիդ հայտնի բիզնես նախագծերը։ Հիմա տես, այսպիսին է կարծիք, ես ինքս այդ կարծիքին եմ, որովհետեւ այն ժամանակ արդեն 6-րդ, 7-րդ դասարան էի, մենք ունեինք մեր հերոսները Մոնթեից սկսած, մենք նմանակում էինք Բաքում եւ այլն, ապրում էինք ամեն օր դրանով, հետո երբ որ արդեն գնալով մեծացանք, ես առավել եւս երբ արդեն համալսարանում սովորում էի պատմության ֆակուլտետում, ինքս ինձ մեջ ձևավորվեց այն կարծրատիպը, որ մենք հաղթեցինք, որովհետեւ սերունդը
այն կրթված սերունդներ, կար այն մտավորականությունը, որը դաստիարակվել էր թեկուզ եւ սովետական միության տարիներին, բայց հոգում ենթագիտակցության մեջ պահել էր հայրենիքի գաղափարը։ Այսինքն այդ նույն ինտելիգենցիան, Լեոնիդ Ազգալյազյան եւ շատ այլ հերոսներ, մեր հերոս մարտիկները կարողացան ի վերջո համախմբել եւ տանել այդ հաղթական ոգին։ Եկավ անկախությունից հետո մեկ այլ կարծրատիպ, հաղթանակից հետո մեր սերունդը, նոր սերունդը անկախության սերունդ է, նրանք տեսել են ազատագրված տարածքներ, անկախություն, նրանցից բարդ կլինի ինչ-որ բան պահանջել, երբ անդադ խոսում էին փոխզիջումների մասին, բայց եղավ այն, ինչ տեղի ունեցավ։ Դու նշեցիր քիչ առաջ, որ այստեղ գերտերություններ եւ այլն միանշանակ շախմատային տախտակի վրա մենք փոքր ֆիգուրներից մեկն ենք, բայց միևնույն է ես մնում եմ նույն կարծիքին, որ եթե դու հզոր ես, եթե դու ամեն ինչ անում ես ամուր մնալու համար, դու կարող ես խառնել բոլորի քարտերը, ինչպես եղավ 90-ականներին, ինչպես ժողովուրդը խառնեց։ Հիմա այ սրա հենց շարունակական որպես հարց ինչու մենք, այսինքն մենք այս ամենը իմի բերելով, ընդհանրացնելով հանգում ենք մի եզրակացության, ինչու մենք չունենք պետական մտածելակերպ, ըստ քեզ, ինչն է խնդիրը, որ այնուամենայնիվ մենք չենք գնահատում այն ազատությունը, որի մասին դարեր շարունակ երազում էինք, այն պետականությունը, որի մասին դարեր շարունակ երազում էինք, բայց պետական մտածելակերպ չունենք, այսինքն մեզ համար ստամոքսը սեփական այսպես բակը շատ ավելի կարևոր է կամ բնակարանն ու տունը, քան ընդհանուր պետության գաղափարը։ Ինչի հետ ես կապում դու որպես, ասենք, երիտասարդ սերնդի ներկայացուցիչ։ Էրնեստ ջան, Լորենս Արաբացու մասին լսած։ Իհարկե։ Նա չեմ հիշում կոնկրետ որ թվականի հարցազրույցին, ու իհարկե ցեղասպանությունից հետո էր այդ ամենը։ Հարցազրույցի ժամանակ նշում է, որ առհասարակ հայ ազգի գենը շատ հնացել է։ Ուստի մենք կոմֆորտի զոնայից չենք ուզում դուրս գալ։ Դե շատ կարող ենք չհեռանալ 100, 200, 300, նույնիսկ 600 տարի պետք չհեռանալ, այդ պատմությունը դաջված է մեր գիտակցության մեջ, թե ինչպես էին իշխանները հելնում թագավորի դեմ, թե ինչպես էին, չգիտեմ, ցանկացած մարդ, որ այդ ժամանակ հասարակ ուղակի բնակիչ չէր եւ իր ձեռքում ուներ ինչ որ կառավարման համակարգ, նա որոշում էր, որ գիտեք ինչ կա, ես էլ եմ ուզում դառնալ ղեկավար, կամ ինձ սա է պետք։ Մենք ենք միշտ դարպասները բացել հակառակորդի առջև, մենք ենք միշտ դավաճանել։ Ուստի Նժդեհի խոսքերով կարող եմ եզրափակել այս հարցը, որ մեր դավաճանից ավելի վատ դավաճան չկա։ Ամենայն հավանականությամբ դա կապված է մեր գենետիկ անցյալի հետ։ Մենք շատ դաժան ժամանակներ ենք ապրել, հարյուրամյակներ լինելով որպես հարկատու տարբեր մոնղոլա, թաթարա, թուրքա, օսմանական ու նաև ռուսական։ Վերջերս Հուսո Աստղ ֆիլմը եւս մեկ անգամ նայեցի Ջիգար եւ Սոս Սարգսյանի մասնակցությամբ, Խորեն Աբրահամյանի, ու հասկացա, թե ինչու է այդպես ակցենտ արված ռուսական բաղկացուցիչ մասի վրա, որ նորից ռուսները եկան, նորից ռուսները փրկեցին, իրականում դա այդպես չէր։ Դե ես հասկանում եմ, սովետական միությունը թույլ չէր տա այդ ֆիլմը դուրս գար, բայց ինչևէ, նորից այդ ժամանակ մենք դավաճանեցինք, մեր սրիկան նորից ապացուցեց, որ ինքը լավագույնն է։ Չգիտեմ, միգուցե այս վերջին մի քանի տարվա ընթացքում ռուսների ներհոսքը, աշխարհի այս 180 աստիճան արագ փոփոխությունը, որ ցանկացած քաղաքացի իր գրպանում ունի փոքրիկ աստված, որը իր համար թե կհաշվի, թե բոլոր հարցերի պատասխանը կտա, եւ թե ֆիլմը նայի, երաժշտություն գրի, ամեն ինչ կանի։ Ձեր ձեռքում հիմա այդ աստվածը գտնվում է։ Իսկ այն ժամանակ մի փոքր ամեն ինչ ավելի երևի մարդկային էր, ուստի մարդիկ իրենց արժեհամակարգը ավելի առողջ կերպ էին կառուցում։ Այդպես եմ կարծում, չգիտեմ, երևի այս ամենը լավ կանրադառնա մեր վրա, եւ մենք կսկսենք ցավոք մահվան զոհերի գնով դասեր քաղել այս ամեն ինչից։ Տես օրինակ բերեցիր, ես համաձայն եմ քո առաջ քաշած տեսակետի հետ, բայց մյուս կողմից ես արդեն երկար տարիներ հրեական մոդելն եմ ուսումնասիրում։ Մենք ի տարբերություն հրեաների գոնե հող ունենք մեր ոտքերի տակ, այսինքն կապ չունի Ռուսաստանի տիրապետության տակ ենք թե Պարսկաստանի, հրեաները դա էլ չունեին։ Բայց նրանց արած ուխտը, որ աշխարհը իրենց պարտական է, աշխարհին պետք է հաղթել, աշխարհի հետ չես կարող ճակատամարտել բաց դաշտում, աշխարհին պետք է կախվածության մեջ գցես։ Այ չունենալով հայրենիքի պետականության գաղափարը,
հрյաները կարողացան պահել։ Մենք ունենալով գոնե հող, որի վրա կարող էինք հենվել, մենք դա էլ չհասկացանք։ Ամբողջ խնդիրը հենց դրանում է ու մենք դեռ այդ հարցին կանդրադառնանք ինչու ենք մենք անընդհատ հույսներս դրել ուրիշների վրա եւ ինչու ենք ընտրել միշտ այսպես մուրացկանի դիրքորոշումը Շահան Նաթալին էր լավ ասում ավելի լավ է մեզ վայրագ ասեին եւ ցեղասպան քան ասեին քաղաքակիրթ մենք վախեցանք այդպես էլ նախընտրեցին քաղաքակիրթ զոհի կարգավիճակը ինչը ընդունելի չէ Հիմա ինչ է ըստ քեզ ազգային արժեհամակարգը եւ ինչպես որովհետեւ այնքան է ամեն ինչ բարթացել եւ խճճվել որ արդեն չես կարողանում հասկանալ ազգային արժեհամակարգը այդ որն է յուրաքանչյուրը մի ձև է պատկերացնում ասենք պատտվիր գիշերային ակումբներով խրախճանք ժանտախտի ժամանակ տես մենք բարթված երկիր ենք բայց մարդիկ քեֆեր են անում ես չեմ ուզում իհարկե ավելի sense խառնել գույները բայց այդ կապիտուլյացիայի ստորագրման հենց հաջորդ օրը ընկերներով միտեղ նստած ուղակի աշխատանքից հետո գնացել էինք սնվելու կողքի այդ կուպեից ձայներ էր լսում իսկ մեզ թվաց հարսանիք է ու պարզվեց մարդիկ ծնունդ են անում այսինքն նոյեմբերի 10-ներ թե 11-ը դե դուք պատկերացրեք, ել չեմ ասում Եռաբլուրի կողքով հարսանիքներն ու հասկանալի է կյանքը շարունակվում է, ես չեմ ուզում թանձրացնել, բայց ինչ է ըստ քեզ ազգային արժեհամակարգը եւ ինչպես օգտագործել տեղեկատվական տեխնոլոգիաները ժամանակակից այս համացանցը սոցցանցերը դրական իմաստով, որովհետև մենք հասկացանք, որ մեր տունը քանդեց առաջին հերթին սոցցանցերը, քանդեցին սոցցանցերը, որովհետև մեր ազգը, մեր ժողովուրդն ու ազգ չեմ ասում, որովհետև Նժդե լավ էր ասում, ազգը կողմնորոշված տեսակն է, ժողովուրդը ոչ։ Մենք ամեն ինչ ավելի վատ ենք ընկալում։ Էրնեստ ջան, ինձ թվում է ամենօրյա կենցաղային կյանքում մենք այդ ամենին բախվում ենք։ Այսինքն, երբ որ դուք մեքենայով ինչ որ տեղ եք գնում, բիլբորդում տեսնում եք գովազդ, ռադիոգովազդ եք լսում, երաժշտություն եք լսում, հեռուստատեսությամբ, չգիտեմ, ձեր ամենօրյա կենցաղային կյանքը պատկերացրեք։ Այդ ամենը քարոզի մակարդակով, ինչպես որ անում է մեր ոչ մտերիմ բարեկամը, շատ լավ աշխատում է։ Խենկենդի, յոյչա ավտոբուսների մեջ երթուղային։ Այդ ամեն ինչը, երբ որ երեխան ծնվում է ու անգիտակից կյանքում է, դեռ չգիտեմ 5-6 տարեկանում է, գրքի մեջ այդ ամեն ինչը տեսնելով, հեռուստացույցով լսելով, թե ինչպես են ազրիները հայրենասեր գրողու ցավ, նա իր մեջ ձևավորում է արժեհամակարգ, որ ես պետք է գնամ ազատագրեմ այդ հողերը։ Հայերը վատն են, մենք լավն ենք, մենք հազարամյա ազգ ենք, նրանք քոչվոր են եւ այդպես շարունակ։ Մենք նախ առաջ պետք է չմոռանանք մենք ինչի միջով ենք անցել, ինչ ենք ունեցել, ինչ պատմական կերպարներ են եղել, որոնք որ առհասարակ աշխարհում ինչ ներդրումներ են ունեցել։ Մենք իրոք աշխարհի մակարդակով ինքնագովեստ չհնչի, բայց դա իրականություն է, բոլորս էլ դա գիտենք։ Սակայն մենք դատարկ տեղն ենք այս վերջերս բարձրանում այդ ամենով։ Ինչպիսի հանճարեղ մարդկանց ենք տվել մենք աշխարհին։ Պետք է նախ ամենաառաջինը պետական գաղափարախոսություն, շարժման վեկտոր, ուղղություն։ Այսինքն մենք, եթե 2025 թվականն է, 2030 թվականին ուր պետք է գնանք, որտեղ պետք է լինենք, ինչ ենք պատկերացնում շարժման վեկտոր ասելով։ Եթե հարցնենք մեր հարևան նախագահին, նա շատ լավ կասի։ Իր հետագա հեռանկարները տարածաշրջանում, առհասարակ իր պետության, չգիտեմ, այդ ամեն ինչը կիրագործվի թե ոչ, կախված է նաև նրա բնավորությունից, որքան է նա համառ ու որքան ենք մենք թույլ կամ հակառակը։ Իսկ եթե հարցնենք մենք մեզ կամ ինձ կամ ձեզ, ես չգիտեմ մենք ուր ենք գնում։ Այդ եվրոպական հեքիաթային այդ ամեն ինչին ես չեմ հավատում, տեսնում ենք Ուկրաինայի օրինակը, տեսնում ենք նաև հрьяաների կողմից ղեկավարվող Ամերիկայի Միացյալ Նահանգների օրինակը, որը որ երբեք իր տարածաշրջանում ոչ մի մարտական գործողություն չի ունեցել, սակայն խարխլել է աշխարհում ցանկացած կետ, որը աշխարհի ամենադեմոկրատական երկիրը։ Իհարկե, ամենադեմոկրատական երկիրը։ Այո։ Չեն հիշում նրա առած ցեղասպանությունը իհարկե։ Այսինքն այստեղ փաստում է ուժն է ծնում իրավունք, խոսում է ուժի տեսանկյունից։ Հիմա տես, Էդուարդ, մենք խոսում ենք արկա խնդիրներից, բայց դու շատ լավ ասացիր պետական մոտեցումը։ Այ ի՞նչն է խնդիրը, որ մենք այդ պետական մոտեցումը չունենք։ Ես տարիներ առաջ պատերազմից առաջ սցենար էի գրում, ընդ որում սեզոններով Տիգրան Մեծի
իմ ընկերները թույլ չեն տա սխալվեմ, մենք փորձեցինք այսպես լավ ողջավորված այստեղ այնտեղ դիմեցինք լավ ընկերներ ունեն, որոնք սցենարային գործում պրոֆեսիոնալներն են, նրանք էլ այսպես հա խմբագրեցին, ասեցին շատ լավ բան է, Տիգրան Մեծ որպես այդպեսին, որովհետև նայում ես աշխարհում ինչ է կատարվում Եվ ինչից էր այս ամենն առաջացել, մոտավորապես 10-13 տարի առաջ թուրքերը մի սերիալ նկարահանեցին, կոչվում էր ռուսերեն «Великолепный век», ամբողջ Եվրոպան վարակվեց այդ սերիալով։ Ինչու եմ այս ամենի մասին խոսում։ Այնքան շատ էին խոսում ֆորումներում, եւ որ ինքս որպես պատմաբան սկսեցի հետաքրքրվել ու նայեցի։ Մոտավորապես երևի մի 20-30 սերիալ նայել եմ։ Այնտեղ թուրքերին ներկայացնում էին որպես քաղաքակիրթ ազգ, այսինքն Եվրոպան, ռուսները եւ շատ ազգեր եվրոպական թուրքերին այլ աչքով սկսեցին նայել։ Հետո երբ որ ավելի խորացա, բարձվեց որ բոլոր այդ զարդերը, որոնք կրում էին դերասանները, բոլորը իրական էին, վերցված էին թանգարանից։ Եվ շատ քիչ տեղեր կար, որոնք իսկապես հա կառուցված էին զուտ նկարանումների համար, այսինքն հիմնականում իրական տեղերում էին նկարանումները։ Այդ ամենը արվել էր պետական մոտեցմամբ, այդ ամենը արվել էր, որպեսզի բոլոր դերասանները զգան այդ պատասխանատվությունը, օրինակ դու Սուլթան Սուլեյմանի զարդն ես կրում, մատանին ես կրում եւ այլն։ Եվ բավականին խոշոր մի քանի 100 միլիոն դոլար էին ծախսել, դրանով նաեւ շատ հետաքրքիր հետազոտություն արեցի այսպես ճակերտավոր, այսինքն երբ որ վերլուծեցի, հասկացա, որ դրանից հետո մոդա եկավ մորուքները, երկար մորուքները, մուսուլմանական մորուքները, որը այսօր նաեւ մեր երիտասարդությունն է պահում։ Ամբողջ Եվրոպան դրանով վարակվեց, այսինքն այդ ռոպագանդան, որի մասին դու խոսում էիր, աշխատեց, որից հետո սկսեցին շտամպով խփել նմանատիպ լիքը պատմական ֆիլմեր։ Իսկ 20 թվականի պատերազմից առաջ Թուրքիան անվճար բաժանեց բոլոր մահմեդական պետություններին, այսինքն սա հավաքագրման եւս մեկ միջոց է ենթագիտակցության վրա ազդելու։ Ինչ եղավ իմ սցենարի հետ, մենք ընկերերով որտեղ գնացինք, գիտեք ինչ ասեցին, ասեցին product placement չեն կարող այդ ֆիլմի մեջ դնել։ Այսինքն եղավ գաղափար, տես Քրիս Մանարյանի սցենարով Հրաչ Քեշիշյանի նկարած Գարեգին Նժդեհը շատ են ասում են պատմական տեսանկյունից թույլ է, ես ինքս պրեմիերային եղել եմ, ես ինքս Նժդեհ բեմադրել եմ, երբ որ Մոնտեի վարժանում էի աշխատում իմ սաներով, ես ասում էի դուք լավ անեիք, մարդը լուրջ գործ է արել, կապ չունի պատմականից թույլա թույլ չի, Նժդեհի կերպարին համապատասխանում է, չի համապատասխանում, սա շատ լուրջ գործ է առաջին հերթին ոգևորելու առումով, ու ես ինքս իմ ռազմական վարժանի սաների հետ երբ որ նայում էի, ամեն մեկը արտասվում էր ու ամեն մեկը ոգևորված էր։ Այսինքն նման ֆիլմեր նկարելու փոխարեն մենք կիսագողական, չգիտեմ, այսինքն բարքեր ենք գովազդում եւ այս դեպքում առաջարկն է ձևավորում պահանջարկ։ Հա այս սրանից ոնց ազատվենք, այսինքն պետությունը չի հասկանում, պետությունը գիտի, վստահ եմ, բայց սա միտումնավոր է արվում, սա ուղակի բարձի թողի վիճակ է, սա ոչ պրոֆեսիոնալ վիճակ է, ըստ քեզ։ Ինձ թվում է երկրորդ տարբերակը։ Ես շատ մեծ ցավով կընդունեմ, որ դա միտումնավոր է արվում։ Ինչևէ, այն որ մենք ամեն օր այդ ամեն ինչը տեսնելով ենթագիտակցաբար դա ենք ընկալում։ Ես վերջերս վիդեո էի նայում, որ ջրականում զինվորները լեզգինկա էին ապարում, ու դա նորմալ է։ Որ գիշերային ակումբը մտնում ես, իսկ ես չեմ թաքցնում, ես շատ հանգիստ գիշերային ակումբներ եմ գնում, փորձում հասկանալ մարդիկ ինչ երաժշտություն են լսում։ Արաբական ռիթմեր են։ Ես դեմ չեմ, ես երաժշտության մեջ սեգրեգացիա չեմ դնում, բայց այն որ դա ավելի նախընտրելի է, որ մենք մեր էթնիկ երաժշտությունը չունենք ներկայիս պահին։ Իհարկե, այդ ամեն ինչը մենք կարող ենք վերցնել, փոփոխել ավելի մոդեռնիզացնել եւ հասարակությանը, ներկա հասարակությանը, երիտասարդությանը դա մատուցել։ Ոչ թե մարդիկ արաբական, թուրքական ինչ որ մի հատ էլ ուրախանում ենք, որ քեզ խնդրում եմ մի գնան թուրքերն էին միացնում։ Հասկանում եք, սա շատ ցավալի է ու ինձ թվում է այն մարդը, նայեք, ինչումն է մեր հիմնական խնդիրը մեր պետության։ Մենք չենք հասկացել տարբերությունը քաղաքական գործչի ու պետական գործչի։ Քաղաքական գործիչը ներկայիս, ով գալիս է վերին հարթակում նստելու, նա միայն մտածում է երկրորդ, երրորդ սրոկի մասին։ Պետական գործիչը մտածում է հետագա սերունդների զարգացման մասին։
Մենք պետական գործիչ, չգիտեմ, ես անուններ չեմ ուզում տալ, ես շատ հարաբերական եմ այդ ամենին մոտենում, մարդիկ կան սպարապետ են կոչում, գնում են նայում են, բայց այդ ամեն ինչը իր մեջ շատ խորը հետևանքներ են ունեցել։ Այդպես կույր հայրենասիրությամբ, երբ որ մենք ազդագրեցինք, չգիտեմ ինչի գնով ասեմ, ես չգիտեմ ինչի գնով մենք կարողացանք Արցախյան պատերազմը հաղթել։ Երևի այդպես էր պետք, երևի այդպես մեզ թույլ տվեցին, չեք մոռանում երևի որ ռուս օմոնականները նույնպես այդտեղ կռվում էին։ Երևի մեզ թույլ տվեցին, այդպես այդ ժամանակ այդպես էր պետք որ մենք հաղթեինք։ Բայց մենք չգնահատեցինք այդ ամեն ինչը։ Ու մենք չմտածեցինք որ որքան հնարավոր է շուտ պետք է Արցախին ինքնորոշում շնորհել։ Եվ մենք այսպես ձեռքը խփեցինք սեղանին ու ասացինք ոչ, այս հողերը մերն են, դե որ այդ հողերը ձերն էին, պահեիք։ Գիտես ինչ, ես այլ տեսակետ ունեմ այս հարցի շուրջ, որովհետև եթե մենք իրավական դաշտ ենք գնում, մենք ամենասկզբից սխալ ենք արել։ Սա դավաճանություն համարես, սա միտումնավոր համարել, տարբեր տեսանկյուններ կա, երկար կարող ենք այս մասին խոսել։ Կա շատ հետաքրքիր մոտեցում, տեսեք, 1918-ին արհեստականորեն ձևավորված Ադրբեջան պետությունը, որ արևելամուսուլմանական թաթարական կովկասյան պետություն էր համարվում, ու Թուրքիային որպես բուֆերային պետություն էր, շատ չմանրանանք, այդ պետությունը ազգերի լիգան չէր ընդունել իր սահմաններով, որպես իրավական սուբյեկտ։ Հայաստանի Հանրապետությունը ընդունված էր իր սահմաններով, ընդ որում այդ սահմանների մեջ մտնում էր եւ Արցախը, եւ Նախիջևան։ Երբ որ սովետական միությունը փլուզվեց եւ մենք անկախացանք Հարավային Կովկասի, Ադրբեջանը իրեն չընդունեց որպես սովետական Ադրբեջանի իրավահաջորդ, որին 21 թվականի հուլիսի 5-ի պայմանագրով բռնակցել էին Նախիջևանն ու Արցախը։ Ադրբեջանն ընդունեց 18 թվականի մուսավատական Ադրբեջանի իրավահաջորդությունը։ Այսինքն այստեղ իրենք նույնիսկ այսպես էին, բայց եթե նույնիսկ հետ են գնում ինքը ընդունել է 18 թվականինը, հետևաբար եղբայր 18 թվականով դուք քարտեզ եք ուզում, դուք իրավունքի նորմ եք պահանջում, դուք 18 թվականով որպես պետություն նախ ճանաչված չեք եղել, եթե դա նույնիսկ ճանաչվեիք, ուր էր Արցախն ու Նախիջևանը։ Այսինքն ռուսերեն ասած լազիկաներ կար, որի վրա կարելի էր հենվել։ Ես դեպք չեմ հիշում պատմության մեջ, երբ հաղթանակած պետությունը 94 թվականի մայիսի 12-ի մասին է խոսքը, վերևից ճնշեն, ներքևից ճնշեն, Էշուշի համար էլ էին ճնշում։ Հիմա կասեն դու չես եղել դեպքերի ժամանակակիցը, ես եղել եմ, ես չեմ եղել այդ տարիքում, բայց հետո շատ լավ ուսումնասիրել եմ։ Ես մի բան գիտեմ, թելադրում է նա, ով հաղթում է։ Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, Թուրքիան էլ էր ուզում մեզ խփեր, ընդ որում Ռուսաստանի թույլտվությամբ, բայց չի թույլ տվել Միացյալ Նահանգները ոչ մեր սիրուն աչքերի համար, այդպես էր ձեռնտու, որովհետև այլ խաղացող էր հայտնվել, որը խառնել էր քարտերը։ Հետևաբար դու 94 թվականին պայման թելադրելու փոխարեն զինադադար կնքես, դրանից են կողմ դավաճանություն ես չեմ պատկերացնում։ Եվ 30 տարի գիտես ինչ կարծրատիպ է եղել, երբ որ ասում էին, ես ինքս իմ ծառայության ընթացքում եղնիկներում եմ ծառայել, ի պաշտոնե շատ մարտական գեներալների, սպաների հետ եմ շփվել, որոնք ասում էին, որ Գանձակը եւ Նախիջևանը դատարկ էին, այնտեղ շներն էին ծերերը եւ այն մարդիկ, ովքեր դուրս չէին կարողացել գալ։ Նույնն էլ Արցվաշենը։ Հիմա եւ 30 տարի անընդհատ մեզ հրամցրել են այն միտքը, որ եթե մենք գնայինք այդ Կուր Արաքսի խառնարան, ռազմաճակատը լայնանալու էր, մենք չէինք կարողանալու պահենք, որովհետեւ այնտեղ հարթավայր է։ Բացարձակ սուտ, որովհետեւ հակառակը ավելի հարմար էր լինում պահելը, քան հիմա։ Դու կխոսես ջրականի մասին ու կասես, թե ինչ հերավորության վրա էին մեր մարտական հենակետերը եւ ինչպես էին դիվերսիաներն անում, նույնը ես եղնիկներում եմ տեսել։ Այսինքն այդ պաթոսը, որ սովետական Բրեժնևյան որ գալիս էր նայում էին հայլու մեջ, ամենից լավ է, ամենից լավ է։ Գնացինք աշխատելու, ամենից լավ է, ամենից լավ է, գնացինք աշխատելու։ 30 տարի մենք իսկապես ունեցել ենք մարտական բանակ, տարածաշրջանի ամենամարտունակ բանակները ինչու, որովհետև հաղթանակած բանակ էր, թրծված բանակ էր։ Այո։ Բայց հետո խնդրեմ քո գնահատականը նաև այս կոնտեքստի մեջ նաև ինչ տարբերություն առաջին Արցախյան պատերազմի եւ այս Արցախյան պատերազմի միջև։ Էրնեստ ջան, այդ ամենաճշգրիտ գնահատականը այդ դեպքում կտար հայրս, որովհետեւ հայրս երկու պատերազմներին էլ մասնակցել է ու ես ընդհանրապես իր կարծիքով ինչքան հիշում կարող եմ կիսվել, շատ երկար չենք զրուցել այդ թեմայով, ինչևէ
խուսափում ենք առասարակ այդ ամեն ինչը քննարկելուց տոնը, որովհետև իրականում այդ ամեն ինչը տեսած մարդու համար դա գովելու, կենաց խմելու, ուրախանալու, բարձենալու բան չէ, այն ամեն ինչը որ մենք հիշում ենք, ինչևէ հայրս շոկի մեջ էր, որովհետև եթե այսօր նկատել եք մարդու մահվան գործողությունը շատ կարճ է դարձել, այսինքն եթե այն ժամանակ դու պետք է երկրորդ էշելոնից գնար առաջին էշելոն, կռվեր, կրակեր 2-3 օր, ինչ որ սենց մի հատ խառը վիճակ, այսօր դու նստած ես շելի մեջ, FPV դրոնը գալու մտնում է շելի մեջ, վերջ դու չկաս էլ։ Այսինքն մարդու ամեն ինչ այնպես է արագացել, թե ինֆորմացիոն պատոկը, թե մենք մեր երեխեքը 2-3 տարեկանում են հեռախոսոր վերցնում, իսկ ես 6-7 տարեկանում չէի կարող մենակ լողանայի։ Ես չգիտեի ին վրա ինչ էր, ոնց էր, ես տղա եմ, աղջիկ եմ, ես չգիտեի, ես երեխա էի։ Խաղալիքներով վուվու վավա էին։ Այո։ Իսկ այսօր երեխաները այդ ծավալի ինֆորմացիան որ ստանում են, չեմ կարծում դա հնարավոր է մարսել, դա խեղաթյուրում է մարդու ներքին կմախքը։ Այսինքն հոգեբանական տեսանկյունից դա խեղաթյուրում է, որ դու ամեն ինչի դոստուկ ունես, ամեն ինչը գիտես ինչպես է աշխատում, քո արժեհամակարգդ լրիվ ուրիշ կերպ է սկսում ձևավորվել։ Եթե այն ժամանակ մենք ունեինք օրինակ տատիկ, պապիկ գալիս են, ասում են չի կարելի մեծերին հարգելապետք, վերկաց թող հղիկինը նստի, ոչ փոքրնա ջուրը խմում, հետո մեծ, այդ ամեն ինչ այսօր վերացել է։ Այսօր մենք տարբեր լրատվական միջոցներով լսում ենք, թե ոնց է ինչ որ 17 տարեկանը մեկին դանակով խփել, մեկին կրակել, հասկանում եք մարդիկ այդ տարեկային սեգմենտում չեն հասկանում, որ մեծ կա, մեծի հետ չի կարելի այդպես խոսել, մեծի հետ չի կարելի այդպես վարվել, աբսուրդիզմի է դա վերածվել։ Վերադառնանք շոկին, հորս թե հերս ինչ շոկի էր ենթարկվել, այդ արագությունից, թե ինչքան արագ միտեղ կարող է անձնակազմը զոհվել։ Ինչպես նաև նա շատ զարմացած էր մեր 18 տարեկանների դուխով, այսպես ասեմ։ Ուրիշ բառով չեմ կարող դա։ Մարտական ոգի։ Այո, այդ մարտական ոգին կամ իծնե է լինում, կամ չի։ Դա գենով է։ Դա գենով է գալիս, այո։ Դա մի փոքր տեսեք ամպագորգոր բարձր արտահայտություն է, բայց ես էլ եմ այդ եզրահանգման եկել, սեփական փորձից ելնելով այդ ամեն ինչին ականատես եմ եղել ու հասկանում եմ մարդու դեմքի արտահայտությանը, այս մասին նայում ես, դու հասկանում ես, ինքը ոյն է, ինքը իրոք այստեղ են թե չէ։ Ես որպես քո հարցի շարունակություն իհարկե մենք ջրականի անկում այս թեմայի շուրջ դրանք անդրադառնանք, շատ է արհեստականորեն դաշտ նետվում, որ բանակը պարտվել է, բայց ես այլ կարծիք ունեի, ես համակարծիք չէի, ես դա կարծում եմ ամենաուժեղ դավաճանական քայլերից մեկն է։ Իհարկե կան մարդիկ, որոնք չիմանալով են ասում, ոչ միտումնավոր, բայց ովքեր միտումնավոր են ասում, դրանից այնքան դավաճանություն չկա։ Իսկ նրանից հետո երբ ես տեսա, երբ դու ցույց տվեցիր ընդամենը ջրականի դրվագով, անկումով, թե ինչ են արել այդ երեխեքը, ես հերթական անգամ համոզվեցի, որ բանակը չի պարտվել, պարտվել է բանակի կղերական բուրգի ղեկավար կազմը, որոնք ուղակի հայերեն լավ խոսք կամ քիչ կոպիտ անջ որ նագարակալել են։ Այսինքն երբ որ արդեն կոշտուկներ են առաջացել նստելուց, ասֆալտի վրա քայլելուց եւ այլն, այդ ղեկավարությունը ժամանակին խոսք կար, ասում են ինչու Կարսը ընկավ առանց մի կրակոցի, որովհետեւ այնտեղի սպաները կանգնում էին եւ երգում էին Բոժե ցարյա խրանին։ Հիմա նույնը ստեղ էր ու տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ, իսկ բանակը չի պարտվել, որովհետեւ գիտենք քանի պետության դեմ են կռվել, դու ինքդ էլ պատմել ես ինչ կոնտինգենտ էր գալիս, ինչպես էր գալիս, ու դու ես տեսել այդ աչքերը, հետևաբար այդ գենը, ովքեր որ ուզում են խեղտեն, առնվազն այն միջնադարում կար, չէ, այդպիսի բան, երբ որ դավաճանին 7 պորտով արքան վերացնում էր, դա պատահական չէր արվում։ Այսինքն սենց պետք է մաքրվի ըստիս, նու չեմ ասում, հա, դնել ցեղասպանություն անել, դու հասկացար ինչ նկատի ունեմ, մաքրելու process-ը։ Մաքրելու process-ը պետք է այնպես լինի, որ եթե որևիցե մեկը հակահասարակական ինչ որ գործունեություն է ծավալում, այդ մարդը ոչ թե մեկ ամիս տենց ինչ որ դատեր, մատեր, հետո կես տարուց վсё, ու մեկ էլ գնում նստում է ինչ որ մի տեղի քաղաքապետ կամ գյուղապետ։ Հասկանում եք, այսինքն հասարակայնորեն այդ մարդուն պետք է կանգնեցնես, ասես սա այս մարդու որդին, այս մարդու թոռը, այս մարդու եղբայրը, այս մարդն է, այս գործողությունն արել, խայտարակ եղեք։ Վերջացավ։ Ու քանի որ մենք այնպեսի հասարակություն ենք, որը որ շատ մեծ ուշադրություն է դարձնում հասարակական կարծիքին,
Ամենայն հավանականությամբ դա մեր դեպքում կաշխատի։ Մենք ռուս չենք, որ թքած ունենանք հարևանի մազերի գույնի, ավոկադոյով նասկիների ու իր առհասարակ իր աշխարհընկալման ու կրոնի վրա։ Մենք շատ ենք սրտացավ իրար հանդեպ, այ իմացար, չգիտեմ, Արսենի տղան sense հասկանում եք, սա մեր կենցաղային կյանքն է։ Ուստի սա եթե հանրայնացվի ու հասարակայնորեն մատնանշվի, ասի, ոչ սա վատ է, սա սխալ է։ Ամենայն հավանականությամբ տգիտությունը տոկոսներով կպակասի։ Ես այս ամենի մեջ նաև մեղադրում եմ իհարկե ոչ բոլորին, բայց նաև դպրոց, բու, մանկապարտեզ, որովհետև տեղից է սկսում ամեն ինչ։ Ես մի առիթով, երբ դպրոցում փոխտնօրեն էի, մանկորդի ժամանակ այդ արտահայտությունն արեցի ծանր տարան, իհարկե մեր ուսուցիչները ամենայն հարգանքով իրենց նկատմամբ, անձնապես չէի մեղադրում։ Դրա մեջ նաև անցալում էի հայ ուսուցչի կերպարը, բայց նաև կա այլ կերպար ուսուցչի։ Ինձ համար կապ չունի դու մաթեմատիկայի ուսուցիչ ես, երգի ուսուցիչ ես, թե ֆիզկուլտուրայի, դու պարտավոր ես ազգայինը սերմանել։ Եվ ես ասացի դուք եք մեղավոր, հայ ուսուցիչն է մեղավոր, որ մենք հասել ենք այսօրին։ Ոչ թե պարտվել ենք, այլ հասարակությունը այսօրին է, որովհետև չի կարելի, որովհետև այդ ու չեմ ընդունում, որ ասում են հայ ուսուցիչը հերոս է, նա այս աշխատավարձով դուրս է գալիս, աշխատում է, ոչ։ Ուսուցիչը, բժիշկը, զինվորականը, ոստիկանը այդ երթումն են տալիս ազգին ծառայելու։ Ուսուցիչը մեղավոր չի, որ 30 տարի նվաստացրել են իր կոչումը, բարձրագույն կոչումը։ 30 տարի նաև ինչ որ առումով նվաստացնում էին զինվորականի կոչումը, որովհետև շինարարության վրա աշխատող ամենայն հարգանքով մարդիկ իրավունք չունեն զինվորականի համազգեստով աշխատել։ Կամ մուրացկանը զինվորականի շորով նստում ու մուրացկանություն։ Սրանք մանրուքներ են առաջին հայացքից, բայց հենց տեղից է ծնվում այդ արժե համակարգը եւ ես մի անգամ շոկի ենթարկվեցի հայտնի ֆիրմաներից մեկն էր կոշիկի արտադրության կոշիկ էին վաճառում բավականին թանկ գնով կոշիկի հենց այս վրայի մասը Հայաստանի Հանրապետության դրոշն էր մարդիկ ուրախանում էին այսինքն երբ որ դու երթուղային տաքսու մեջ տարբեր ֆիգուրներով թզբեղի կողքը կախում ես հայկական դրոշը ու տենց կեղտոտ բարբրիսի վրա ու տենց կեղտոտ դրոշը որ արդեն տենց գույնն ա փոխել արևի տակ երբ որ դու այդ նույն կոշիկի վրա ես խփում այդ ամեն ինչը ու դրանով սկսում ես ասել ծախվեց այդ ամեն ինչը դա հասկանում ես մի օր բերելու էր դրան որովհետև հասարակությունը ինքը չի հասկանում այդ ինչա ես երբ որ նախանցած տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր Ստամբուլում էր կայանում մենք գնացինք մեր հեռուստատեսությամբ տեղից պետք է մեկնաբանեինք ինչ նկատեցի բոլոր միջազգային կազմակերպությունները ֆիրմաները որոնք տեղակայված էին Ստամբուլում բակերում տեղադրված էր ասենք Միացյալ Նահանգների դրոշը Իտալիայի Ֆրանսիայի չգիտեմ ես ինչ պետությունների ու ամենասկզբում բոլոր դրոշները հավասար էին ամենասկզբում Թուրքիայի դրոշն էր ու բոլորից բարձր Էսա էլի պետական մտածելակերպն ու գաղափարախոսությունը, այսինքն քոչվոր ոչխար պահողը եկավ ստեղծեց քաղաքակրթություն ու այսօր աշխարհի հետ լազվում, հա, այսպես ասենք։ Մենք որ տենց ասում ենք Նարեկացի Քուչակ, չգիտեմ Քսենոփոնն մեր մասին գրել է, սարել են արել, մենք բարձացել ենք մի հատ ինչ-որ ծառ ու այս դեպքում պետք չի պատճառաբանել, որ մեր վրա հрьяաները տասնամյակներ շարունակ ընդհանրապես եկեք չպատճառաբանել, վրա աշխատում են ի հрьяաների վրա չէին աշխատում ինձ թվում է այդ ամենը մենակ ուսուցիչներին պետք չի իհարկե ես հասկանում եմ որ կոնտեքստը ուրիշ է ինչևէ Ես գիտես ինչ եմ ասում ուսուցիչներին 1900 եմ խնդրում իհարկե ընդհատելու համար, որովհետեւ 30 տարվա մեջ դպրոցը, մանկապարտեզը, բուհը քաղաքականացվեց։ Այսինքն իշխող կուսակցությունը իշխում էր նաև դպրոցում։ Այո։ Անձի պաշտամունք էր ձևավորում։ Ճիշտ եմ, չէ՞։ Խոսքս դրա մասին է։ Հենց այդտեղից է ամեն ինչ սկսվում։ Մեզ 2011-12 թվականներին, երբ որ ես ավագ դպրոցում էի սովորում, հիմա մի կողմից գովազդ կհնչի, մի կողմից էլ հակագովազդ Ինչևէ, տենց հանրապետականների դպրոց էր, չեմ ասի, որ մեկը ինչևէ, պարզվեց, որ երկրորդ նախագահի միտինգին պետք է բոլորս գնանք, դե մենք էլ մի փոքր տենց ամեն ինչին դեմ ենք էլի, մենք ընտանիքով հիմարությունների մեջ չկանք, զանգեց դասղեկը, ասեց, դե ինչ բան սենց, ասեցի կներեք, ես չեմ գոլի, բա չկա ամբողջ դասանը պետք է գա, այդ են փուչիկների դեպքներ, որ փուչիկները տրաքեց, վառվեցին, ինչը այդ դեպքներ։
Ես ասի կներեք էլի, ես աշակերտ եմ, ես ինչ գործ ունեմ քաղաքականության հետ, ինքը չկարացա ոչ ոք պատասխանի, մնացածը չէին ասել, որովհետև բա որ չգա սենց կլինի սենց բաներ։ Վերջում էլ ինչպես դու ես ասում Էրնեստ ջան, ամեն ինչի մեջ sense մատները խառնված էր, բայց կաշառակերությունը դուրս չէր եկել։ Ես մաթեմատիկայից sense ուժեղ չեմ եղել, եկան առաջարկեցին, ասեցին դասանին, ասեցին դե մաթեմատիկան լավ չեք կարողանում հանձնել, այսպես, sense կանեք լավ կլինի ամեն ինչ։ Ու դա էլ հենց պետական թևի տակ է։ Եղավ։ Դե։ Քանի որ ժամանակը փախչում է, անցնենք առաջ, ըստ քեզ քո կարծիքին շատ հետաքրքիր է, ի վերջո մենք ոնց ինչպես ազատվենք այդ մուրացկանի հոգեբանությունից։ Չմուրանք ազատությունը, չմուրանք անկախությունը, չմուրանք փող ի վերջո ոչ միայն օտարներից, այլ նաև սեփական սփյուռքից եւ չմուրանք որպեսզի աշխարհը ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Մոնտեն շատ հետաքրքիր ասում էր, ասենք Միացյալ Նահանգները ճանաչեց, ի՞նչ է դրանից փոխվելու։ Պետք է ասես եղել է։ Բայց որ չճանաչեց, ուրեմն չի եղել։ Էս ի՞նչ եք խոսում։ Հասկանում ես, հիմա ըստ քեզ ի՞նչ է պետք անել այդ խարազանից ազատվելու համար հոգեբանորեն ինչպես էս ազգին տես հрьяաներն է ցեղասպանվեցին բայց իրենք մեջքը շտկեցին ու գնացին առաջ աշխարից այսօր պահանջում են այն ոչ թե պահանջում են այլ ստանում են կոպիտ ասած այն ինչ որ պետք է հիմա նույնը կարող ենք անել մենք ինչու չստացվեց որովհետև մենք ունեցել ենք նեմեսիս մենք ունեցել ենք ասալայի գործողություններ մենք շատ նման բաներ ենք ունեցել այսօր մենք այդքան խաղաղասեր ենք դարել, թե վախկոտ ենք դարել։ Մենք անկիրթ ենք, տգետ ենք։ Եվ չմոռանանք, այլ չվախենանք, էլի հայլու մեջ կանգնենք ու մեր թերությունների մասին։ Ես առավոտյան որ հայլու մեջ նայում եմ, ես իմ դեմքի մեջ եմ Հայաստանը տեսնում։ Ես որ գնում եմ աշխատանքի օֆիսի իմ համար փոքր Հայաստանը։ Այդ խեղաթյուրված միջանձնային փոխհարաբերությունները կներեք 1000 անգամ բոչկա գլորելը իրար վրա որ ես մատնանշեմ ես մարդուն ես էսի չանեմ փախտեմ թողին քանի սա է մեղավոր այդ հոգեբանությունը պետքա դուրս գա միայն կրթության միջոցով ուրիշ տարբերակ ես չեմ տեսնում եթե դուք ունեք քրեական ենթամշակույթի տարեր ձեր սերիալների մեջ ու այսօր դպրոցականը բան Դաղստանցու պրիչոսկեքով ու իջացրած պրիորաներով բարձր երաժշտությամբ այդ դրանա փորձում գնա դա չի հաստատ լուծումը չկա վերահսկողություն կա այսպիսի արդյունք կա վերահսկողություն կա պետական մակարդակով դրված ռեգլամենտ մշակույթի տեսանկյունից ֆիլմերի երաժշտության առհասարակ արվեստի այդ ամեն ինչը երբ որ կվերահսկվի մեր ժողովուրդը երևի կվերածվի աստիճանաբար ազգի ու կստանա գիտակցություն պետք չի մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը Թուրքիային վրացիկ վատն են հեսա մեզ բանը ֆրանսիացիները կփրկեն ոչ տղամարդկություն ունեցի, ծնկած վիճակից այդ ոտքի կանգնի, փորձիր օգտագործել սեփական ռեսուրսները, չնայած որ վաճառել ես ֆրանսիացիքին, բրիտանացիքին, պղնձամոլիբդենն էլ չասենք ումնա։ Ոտքի կանգնի, ինչ ունես հավաքի ձեռքդ ու փորձիր ինքնորոշում ձեռք բերել։ Ինչ, ֆինները վատ օրինակ են։ Ռուսական գերտերության դեմ չգիտեմ, այսքան։ Գիտես այնքան հետաքրքիր թեմա է շոշափում, իսկապես այն ինչ ասում ես ամենացավալի, ամենացավոտ թեմաներից մեկն է, ինչպես ենք մսխում մեր մտավոր ներուժը։ Մենք ունենք հրաշալի երիտասարդություն, մենք ունենք խելացի երիտասարդություն, որոնց պետք է ուղղորդել։ Բայց այս գաղջ մթնոլորտում այդ լավը, որը իրականում կարա շատ լինի, մնացել է այդ ֆոնի տակ ու այդ մոխրագույնը ինքը ծածկել ամեն ինչ։ Թվում է, որ իրականում ամեն ինչ այնքան վատ է ու իրանք են մեծամասնությունը։ Ու այս մասան դարձել է փոքրամասնություն։ Ու իրականում այդ ոհմակ կոչվածը, որ անընդհատ հաճում է, պատկերավոր եմ ասում։ Ինքը կարա ինչ որտեղ, չգիտեմ, Կորյունին վախեցնի ու Կորյունը այն Սիմբայի մեջ է, չի ասում, դու առաջին մռնչոցից հետո կզգաս քո զորությունը։ Հիմա այդ երիտասարդներից, երբ որ ես դասավանդում էի, դե հասկանում ես, տարբեր այդ տարիքի հատկապես ինքնահաստատման փուլում երեխեք էին։
ապագա սպաներ պիտի դառնային, այնտեղ կար չէ միջազգային հարաբերություններ կամ մեկը մեկի վրա փորձում ա ինքնահաստատվել բան, ես միշտ բերում եմ յետօրինակ ասում եմ տղերք, հիմա դու տեսնում ես քո դասընկերը մի փոքր ընկճվածախեղճ է, հա դուրս չի իջել, չունի այդ մտածելակերպը ոնց որ դու իդեպ ես սիրում եմ այդ լիդերների հետ աշխատել, այդ դժվար, հա, տղերքի, որովհետև իրանք իսկապես հերոսներ են դա, ես գիտեի, որ տենց են, ուղղակի ճիշտ էր պետք անել։ Ասում էի, այս երեխեն իրականում մարտի դաշտում չես կարող ասես ոնց իրան կդրսևորի։ Դու կարող ես վառոդի հոտից մտնես հողի տակ, այս երեխեն առյուծ կտրի, ու այս երեխեն փրկի։ Եղավ այտենց դեպք։ 16-ի այդ քարորիայի ժամանակ իմ երեխեքից մեկը զանգեց, արդեն սպաներ էին դասակիոններ, ասեց պարոն Շաբան, անուններ չեմ տալիս, մենք աղբերներ ենք։ Ասում եմ, դե ո՞նց։ Այն մեկը ուրիշ էր, մի քիչ ավելի խելոք էր ու սովորող էր, դու չէ։ Ասեցինք իմ կյանքն է փրկել ու անենց հերոսություն է արել։ Դուք բան էիք, գուշակում եք, ասի չէ, բալա, չեմ գուշակում։ Ես վստահ եմ։ Հասկանում ես, այսինքն այդ ամեն ինչը շատ հեշտ է ուղղորդել, կարգավորել, թե դպրոցում, թե մանկապարտեզում, որովհետև նույն հրեական բանակը եկեք, նայեք հայը շատ բան են խոսում լեկտիվություն այս այն, բայց իրանք ունեն մի գաղափար։ Այդ գաղափարի շուրջ ոչ թե գնա սպան ու ինչ-որ բարքեր տարածի, սպան, պագոնավոր սպան, գնում է ու լրիվ ուրիշ բարքեր է տարածում բանակում։ Էլ չեմ ասում զինվորների մասին։ Ախր չենք ուզում։ Մի մեղադրեք, ես ինչու եմ նշում, մենք պետք է կենտրոնանանք շարժման վեկտորի վրա։ Որ ուղղությամբ կշարժվենք, այդպիսի արդյունք էլ կլինի։ Չի կարելի հասարակության մեծամասնությանը, որը որ ամբողջ աշխարհում ամենտեղ ցանկացած երկրում լինի, դա լավ, զարգացած, վատ, Պակիստան կամ ինչ որը որտեղ որ լինի, հասարակության մեծամասնությունը անորակ է, եթե դու չես կրթում, չես հետևում նրանց։ Իսկ հասարակության անորակ մեծամասնությամբ դու շատ հեշտ կարողանում ես մանիպուլացնել ամեն ինչը։ Կառավարելի քաոս։ Ուստի, ես այսօրվա մեր ազգի, չասեմ ժողովրդի, մեր ազգի մեծամասնությունը չեմ մեղադրում։ Ինչ են տեսնում, ինչ են լսում, ինչ օրինակ կա իրենց համար, ինչ գիտեն իրենք մեր պատմության մասին, ամեն օր իրենց ընտանիքում ինչ է կատարվում, հարևանը ինչ անում։ Սա այս ամեն ինչը, բորշը այդ մարդու ներքին կարգավիճակը փոխում է։ Ուստի երբ որ այդ ամենը կկրթվի, երբ որ այդ հասարակությանը օրինակ ցույց կտան, կկրթեն, կզարգացնեն, այդ ժամանակ ամեն ինչ լավ կլինի։ Ու սպանել չի լինի պոստի վրա պլան ծխող եւ ինչպես որ մեր ջրականում էր ընդունված, Էդո ջան, տղերքի հետ պարոն լեյտենանտ չկա, սա իրար աղբեր են։ Այդ ամեն ինչը բերեց էս սրան։ Դրա համար այդ աղբերները, երբ որ ժամանակը եկավ, իրանց պետքա դրսևորեն, սա աղբերների պես փախան։ Տեսակ, երբ որ սուբարդինացիա չի պահվում, ինչա լինում։ Ու մենք այսօր ստացանք այն ինչ որ պետք է ստանանք։ Դա սա մեր էփածն է։ Ոչ մի հարևանի չմեղադրեք Թուրքիա, Ադրբեջան, ոչ մի։ Միանշանակ, ես համաձայն եմ քեզ հետ, գիտես, մենք հիմա ցավոտ թեմաներ ենք շոշափում, ես ուզում եմ որպեսզի բոլորը մեզ ճիշտ հասկանան, այստեղ մենք չենք պիտակավորում ոչ բանակը, ոչ առանձին անձերի։ Սա այսօր տեղի ունեցածի հիմքն է, արդյունքն է, պատճառն է ավելի շուտ ոչ թե արդյունքը, եւ մենք միշտ խուսափել ենք այդ թերությունները մեզ ասելուց, եւ մեզ թվացել է, որ տենց ճիշտ է բակում, ճիշտ է բանակում, ճիշտ է դպրոցում, ինստիտուտում, սենց ճիշտ է։ Մենք ամեն ինչ հասկանում ենք, ամեն բարկ ունի իր տեղը եւ պետք է, բայց ախր ամեն ինչին կա չափ, կա սահման, եւ երբ որ ասած քեզ չկա այդ համակարգը ու չկա պետական մոտեցումը, դրանից արդեն այդ քո ասած ռուսական բորշն է եփում ու իսկապես հարևանները ստեղ կապ չունեն։ Հիմա ես մի օրինակ էլ բերեմ, երբ որ Վարժանում աշխատում էի, տարին մեկ չեմ ասում, բարձրաստիճան պաշտոնյաներից տեղակալների մակարդակով նախարարի գալիս էին մեզ այդ հանդիպման, ես մի օր առաջարկեցի, ասացի, ասում են ինչ առաջարկներ ունեք եւ այլն։ Ես ասացի, ինչի է մինչև հիմա հայ զինվորը կարտոֆիլ կլպում կամ, չգիտեմ, ավելով մաքրություն անում, նարյադ կոչվածը, որ ռուսականից է եկել, մեկ, ինչու է հայ զինվորը եւ հայկական բանակը, որը պատերազմական վիճակում է, այն ժամանակ դեռ նորմալ էր ամեն ինչ։ Անիմաստ շարային պատրաստություն անցնում։ Այսինքն շարայինը բանակում, եթե բան չունես անելու, սպան տանում է կանգնեք, այդտեղ շարային կանեք, ինքը գնում է մի կողմի վրա կամ պրոստը։
Եթե կարելի է այդ ժամանակ օգտագործել այդ զինվորին կրթելու համար, գիրք կարդալու համար, թուրքերեն, արաբերեն, ադրբեջաներեն, անգլերեն սովորացնելու համար, տեղեկատվական տեխնոլոգիաներ սովորացնելու համար, ի վերջո, ինչի է 3 ամիսը մեկ 9 փամփուշտ կրակում այդ զինվորը, որ հետո փամփուշտի ձենից ինքը ստրեսի մեջ ընկնի։ Ինչի այդ զինվորը չի տիրապետում օրինակ մարտարվեստներին։ Ֆիզոն դիտվում է դե ինքան որ գլուխ պահելու բան։ Այդ հարցին չպատասխանես դու, հասկանում ես ես ինչ մակարդակ եմ ասում։ Բա տարածքները ով մաքրի, որովհետև ռազմականը գալիս է, ռազմականը ամեն ինչը մեր բանակում վերածվել է փաստաթղթային մակարդակի։ Այո։ Ինչ դատեն, որ sense չանեն, եղբայր քո զինվորությունը գողական ենթամշակույթով ապրում է, ինչ որ օֆիցերների վրայից քարտեր են տանում, ինչ որ ոնց որ մենք գաղութում լինենք, հասկանում եք։ Ջրականում ես ինչ իմ համար շոկային եղավ, որ լավ, ցենզուրայի մեջ մնամ, այնտեղ գիտեք ինչով էին ինքնահաստատվում, դե տղաների մոտ ոնց է, չէ՞։ Նա պիրիգանքի ամեն ինչը ինքնահաստատվում են թե ում կոշիկնա ինչ մատերիալից ու այնտեղ մի հատ կերպար կար չնայած ինքը շատ լավ մարդ է պատերազմի դաշտում իրան շատ լավ դրսևորեց ես իրան չեմ մոռանա երբեք բայց ինքը այդ մեջների բաններ էլի պուպ զիմլի ոնց որ ասում են ինչու որովհետև իր կոշիկները ոչ բիզոն էր ոչ մաքս կար էր ոչ արմսատ էր ոչ եսիմ ինչ էր իրանը Զամշից վայնի կոշիկներ էր ու ինքը գալիս էր զորամասում երբ որ բոլորը շարվում էին ինքը դրանով կանգնում էր ու սաղ տոշնի էր հասկանում եք Տես ես միշտ ընդունել եմ այդ լիդերների մշակույթը այդ պետքա լինի բոլոր տեղերում բայց կա լիդեր այդ ամեն ինչը սխալ հասկանալը բերում է դրան այսինքն այսօր քաղաքական դաշտում չգիտեմ մշակութային դաշտում կա լիդեր որը բոլորովին այլ կերպ է դա պատկերացնում եւ կա լիդեր որը իսկապես լիդեր է իր բնույթով, իր գենով եւ դա պետք է աշխատի։ Մենք ցավոք սրտի այդ ամեն ինչը տանում ենք ավելի ցածր մակարդակ։ Էրնեստ ջան, մենք լիդերը հասկանում ենք որպես ստատուս։ Այո։ Դա ստատուս չէ։ Երբ որ զինվորները ճիշտ է։ Գալիս էին ու թույլ չէին տալիս, որ ես իրանց այդ յաշիկ կրեի։ Ես այնց վատ եմ, գետինն եմ մտնում, ասում չհամարցակվես, մի արա, թող ես իմ գործը կանեմ։ Ոչ, պարոն լեյտենանտ, մենք կանենք, նու, մեծամասնությունը պարոն լեյտենանտ չէ, ախպեր կամ էդո էին դիմում, դե սպիտակագրավ չէր կարելի դառնալ այդ ժամանակ, ինչևէ, եթե դու քո սեփական օրինակով չես ծառայում, ուրեմն դու լիդեր չես։ Եթե դու այն հրամանը, որ դու տալիս ես ու այդ հրամանը դու ունակ չես կատարես ու չես էլ պատրաստվում կատարես, դու լիդեր չես։ Դու ընդամենը պագոնավոր ես, որը տենց ինչ որ տենց ստատուս ունի։ Նույնն էլ մեր գերագույն հրամանատարը ցանկացած գործողություն, որ ինքը ասում է, այսպես պետք է լինի, ինքը պետք է ունակ լինի այդ ամեն ինչը կատարի։ Լիդերը ես դա եմ հասկանում։ Լիդերը ով որ օգնում է, բարձրացնում է, գցում է մեջքին, տանում է, վեշավ, ես այդ եմ հասկանում։ Մենակ ֆիզիկապես չէ, մտավոր առումով էլ, հոգեբանական առումով էլ։ Այ դա է պատժական։ Դե տիպիկ իհարկե շատ ենք ունեցել նման հերոսներ, բայց քանի որ մոտավորապես 10 տարուց ավելի մոնթե եմ ուսումնասիրում, իմ իդեալն է Նժդեից հետո, ոչ թե Նժդեից հետո, այլ ժամանակաշրջաններով եթե բաժանենք, մարդ, որին այդպես էլ չընդունեցինք Հավուր պատշաճի իրեն արտասահմանից նույնիսկ Քերոլայն Քոքսը ասում է շատ հերշիս շոկոլադներ էր սիրում ու տուփերով ուղարկում էր ասում մոնթեն գալիս էր դնում էր ճաշարանում այդ սալիկից մի այսքան պոկում էր ասում էր համով է տարեք մնացածը զորքին այդ ձիկաբրաս կոչված նատովկա կոչվածները ուղարկում էին ինքը միևնույնն է կարկատացներ հակնում պետք է զինվորը լավը լինի հաստատ հասկանում ես այդ այսինքն սրանք երբ որ մարդ զորավար սպարապետ ինձ համար իր միակ սեփականությունը Սունցզի պատերազմի արվեստը գիրքն է ֆրանսերեն հնամաշ թարգմանությամբ ինքը ամեն օր սերտում այդ որպես ավետարան ու կիրառում է պրակտիկայի մեջ ինքը մոռացվում է իր կերպարը 30 տարի կարելի էր ուղակի անենց անել որ ֆիլմերը չեմ ասում եւ այլն, բայց ինչ տեղի ունեցավ։ Իմ համար ամենացավոտ թեման է։ Ինչ թեմա ուզում է Սարա Մոնթե Մելքոնյան գրի համացանցում, տեղում բլոկում է։ Սա Ադրբեջանի կատարած ահռելի աշխատանքն է, որ Մոնթեին ճանաչում են որպես տերորիստ։ Ոչ նրան, ով Գուրգենին կացնահարեց, այլ Մոնթեին ճանաչում են։ Սա մեր ազգի խայտարակ, մեր պետության ազգի չէ։ Սա պետության խայտարակությունն է։
Հասկանում ես, այդ նույն ձև կարան կոմանդոսին ճանաչեն, մի քիչ սկսեն աշխատել, կոմանդոստը տերորիստ կհամարվի։ Այսինքն բոլոր դրանք հիմա մենք սաղը սև ցուցակում ենք, չէ՞ հայտնվել։ Թեթև ձեռամբ, ովքեր Արցախում ժամանակին բան են արել, հիմա պահանջում է, չէ՞, ասում է դուք դի հանձնեք կամ ցուցակները հանձնեք։ Հիմա Ակում սկրոլ եմ անում Պաշտպանության նախարարության էջը ու տենց ամեն 1-2-3 ժամը մեկ տենց նույն հայտարարություններն էր 2 շաբաթ առաջվա դեպքերի, որ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հերքում է կրակի բաները, հերքում է, մենք մենակ կարող ենք հերքենք այս վերջերս։ Չի կարելի ոչ մեկ թող չնեղանա, չեմ անձնավորում, չնայած խելացի մարդիկ կհասկանան ինչ նկատի ունեմ։ Ամորձատված չի կարելի լինել։ Հայաստանը մի փոքր պետքա կենսական ուժ ունենա, չի կարելի ամեն ինչը հերքել, դե լավ, սենց կանենք, դե լավ, էսա պետք էս կանենք, չի կարելի։ Քեզ խժռելու են քո արած սխալների պատճառով, ոնց որ ոմն մեկը սխալներ արեց ու 30 տարի հետո 5000 հոգի պատասխան տվեցին։ Չանձնավորենք Պողոս Պետրոս Մարտիրոս նախագահներին։ Իհարկե։ 30 տարի առաջվա սխալը այսօր վճարեց հասարակ զինվորը 18 տարեկան, ով էլ չի գնալու տուն, խմած հերը վրան չի ջղայնանալու, չի ուրախանալու, չի ամուսնանալու, թորներ ծորներ չի ունենալու, ու այդ 5000-ը 10000 չի դառնալու։ Այդ երեխեքը գնացին։ Այսօր որ այս սխալները որ դու անում ես, մեր սերունդներն են պատասխան տալու այդ ամենի համար։ Կլինի դա 30 տարի հետո թե 50 թե 5։ Այդ ամեն ինչի պատասխանատու ես միշտ այս օրինակն եմ բերում, ընկերներով որ խոսում ենք, ասում եմ, այդ ամեն ինչը նույն կոնցեպտը սիրո վրա եմ դնում։ Երբ որ դու ինչ որ աղջկա հետ ես ու նրա հետ զգացմունքներով կիսվում ես, եւ ձեր մեջ ինչ որ բան է ձևավորվում, հիշի որ դու պատասխանատվություն ես վերցնում այդ մարդու երջանկության համար։ Նույնը ընկերոջ սիրո մասին է խոսքը։ Երբ որ դու ընկերոջդ հետ ես, ընկերոջդ օգնում ես կամ ցավացնում ես, դու քո ներկայությամբ, քո ստատուսով, քո ընկերոջ համար որպես ընկեր, պատասխանատվություն ես վերցնում իր հոգեբանական կարգավիճակի համար, եւս մեկ անգամ իր երջանկության համար։ Այս ամեն ինչը սենց փոքր սխեմաներ է, թե մեծ բարձր պաշտոնյաների համար, թե հասարակ կենցաղային կյանքում, այսքանը։ Երկար կարող ենք խոսել, իհարկե այստեղ թեմաներ կան, որոնց տենց էլ չանդրադարձա, ինչպես օրինակ հայ զինվորին դարձնել ունիվերսալ, ինչպես ստանալ հատուկ էլիտար ստորաբաժանումներ, չեմ ասում չկան, բայց էլիտար պատկերացնում ենք ինչ, ինչպես կրթել բանակը, օգտագործել սփյուռքի ռեսուրսը, նույն նեմեսիսներ, չեմ ասում հենց կոնկրետ նեմեսիս, բայց հասկանում ես, ասենք Մոսադը ինչ օպերացիաներ է միջավորես անում։ Խոստանում եմ, մենք այդ թեմաներին կանդրադառնանք, հիմա մի փոքր Սկորպիոնի մասին զրուցենք ու հասնենք ջրականի թեմային։ Իհարկե համացանցում պատտվում է Սկորպիոն նախագիծը, ինչ փուլում եք, ինչպես դու Վահե Իսաջանյանին ճիշտ եմ, չէ՞ ասում։ Վահան ներողություն, ողջույններս։ Վահան ջան, շատ մեծ գործ եք անում, փառք ու պատիվ ձեզ, դու ես գիտեմ աշխատանքից հետո գնում եք կամավոր ռեսուրսներով, ձեր ունեցած ռեսուրսներով, հետեւաբար ինչու ես Էդուարդին խնդրեցի, որպեսզի այս նախագիծը միասին անենք, որովհետև այս մարդիկ ձեր կարիքը, ձեր ռեսուրսի կարիքը շատ ունեն։ Մենք քիչ առաջ ես պատահական չընտրեցի թեմաներ, որոնք այսօր ակտուալ են, մենք պետքա օգնենք այնտեղ, որտեղ կարող ենք օգնել։ Այսինքն այս մարդիկ անում են գործ, որը հազարավոր զինվորների կյանք կարա փրկի, որը կարա մեզ էլի հզորացնի, բայց արի ու տես, որ իսկապես ցավալի է, մի քանի խոսքով ներկայացրու, խնդրում եմ ձեր նախագծի մասին։ Որպեսզի տենց բացասական ուղղությամբ չգնանք, մենք այս վերջերս մասնակցեցինք IDEX 2025-ին Աբու Դաբիում կայացած ռազմական ցուցահանդեսին, որտեղ տասնյակ երկրներ էին մասնակցում, մոտավորապես 100-ի հասնող թիվ եմ ասում, ու ամեն երկիր մի 10-15 կազմակերպությունով էր ներկայանում։ Զրույց ունեցա մեր բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարարի հետ, Մխիթար Հայրապետյանի հետ, ինչպես նաեւ ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահի Արամ Ջիվանյանի հետ։ Զրուցեցինք եւ եկանք ընդհանուր հայտարարի, տեսեք, նախարարները հավաստիացրեցին, որ նման միջոցը, դե տեսեք, այդ պաշտոնը այնպես է, որ շատ դեպքերում անձինք փոխվում են։ Հիմա ռազմաարդյունաբերության կոմիտեի նախագահը նորանշանակ է եւ ըստ իր հետ զրույցի մենք եկանք մի հայտարարի, որ այս միջոցը նա բանակում տեսնում է։ Շատ բաց է այս միջոցի համար։ Ներկայիս կարգավիճակը ինչպիսին է։ Մենք ցավոք դեռ ոչ մի ֆինանսավորում չունենք, չենք էլ ունենալու պետական կողմից, չեմ պատճառաբանում,
հարցեր մի տվեք, մենք մեր սեփական միջոցներով ռոբոտը բերում ենք մարտական վիճակի, խնդիրներ ունենք, կվերանորոգենք, ամենայն հավանականությամբ ինվեստորների օգնությամբ, որովհետև մենք աստղաբաշխական գումարներ չենք աշխատում ոչ ես իմ քաղաքացիական գործով, ոչ էլ Վահանը։ Հարգելի ինվեստորներ, խնդրում եմ ականջալուր եղեք, սա շատ լուրջ նախագիծ է։ Մենք հաշվի համար բան կտեղադրենք, այնպես որ ուշադիր եղեք, խնդրում եմ։ Այո, Էրնեստ ջան։ Մենք նաև ոչ միայն, այսինքն, ուղղակի դրամահավաք ենք ակնկալում, այլ մենք որպես գործընկեր մեր բաժնետոմսերը կարող ենք վաճառել։ Այսինքն ինվեստորը եթե հեռանկարային է համարում այդ միջոցը, կարող է բաժնետոմսեր գնել եւ երբ որ այդ ամենը մտնի բանակ, ինքը այդ ամենից կարող է Իսկ ինչ գումարների մասին է խոսքը։ Ներկայիս կարգավիճակի համար 4 զրոների մասին է խոսքը, ոչ շատ մեծ գումարներ են, որից հետո արդեն երբ որ մենք անցնենք պետական գործանային փորձարկումներից հետո անցնենք պետական փորձարկումների, իսկ դա տրամաբանական ուղի է, այսինքն այնպես չի որ մենք եկանք հասանք գործանային փորձարկում, վայ չէ լավ է, չի անցավ գնաց։ Չէ, փորձարկում են, սխալները հայտնաբերվեցին 1 2 7 10։ Մյուս գործանային փորձարկումը 10-ը շտկած է գալիս։ Անում ես, всё, անցար պետական փորձարկում։ Պետական փորձարկում 1, պետական փորձարկում 2, դա էլ է գումարներ։ Պետական փորձարկում 3, որից հետո նախասերիական փորձանմուշների փոքր քանակի պատվեր, որոնք որ կգնան զորամասեր, որպիսի պրակտիկորեն կիրառվեն, այո, դաշտային պայմաններում էքսպլուատացվեն, որից հետո նոր արդեն ամենայն հավանականությամբ բանակի համար։ պետական պատվեր։ Շատ բարդ է Խոսքերով անհնար է նկարագրել Վահանի արված աշխատանքը, ծավալները, տանջանքը, նյարդային համակարգը, որ 2017 թվականից մենք այս ամենը տեսնելով, այս զոհերը ունենալով ոչ մի արդյունք չկար։ Հիմա մարդիկ ձեռք են մեկնել, այսպես եմ կարծում, հուսամ, չգիտեմ, շատ գովեստով չզբաղվեմ, ձեռք են մեկնել, ասացին խնդիր չկա, դուք վերջացրեք, մենք կգանք այդ ամեն ինչը կարգավորենք։ Սպասում ենք, ակնկալում ենք ֆինանսական աջակցություն կամ ինվեստորից կամ չգիտեմ ինչպես այդ ամեն ինչը կլինի։ Սկորպիոնը կբերենք նորմալ վիճակի եւ կանցնենք հերթականությամբ այդ բոլոր քայլերով։ Հարգելի հայեր, ես շատ եմ լսում, օրինակ, չգիտեմ, ֆրանսիական այս դրոնը, իսրայելական դրոնները, տեսակ ինչ են արել, չգիտեմ, նույն թուրքական բայրակթարերի մասին ենք խոսում, տեսեք ինչ են արել եւ այլն եւ այլն, բայց ելի մենք մոռանում ենք, որ մենք ունենք այդ ռեսուրսը մեր ազգի ներկայացուցիչները նույն նոր նշեցիր Վահանի կատարած ահռելի աշխատանքը քո եւ քո ընկերների, որոնք կամավոր սկզբունքներով գնում են այդ ամեն ինչը անում են, մենք ոչինչով հետ չենք մտավոր ռեսուրսով, մենք բարձր տեղերում ենք, մենք ավելին կարող ենք ունենալ։ Այս դեպքում սրանք պրոցեդուրաներ են, որոնք ֆինանսի հետ են կապված, Էդուարդը ասեց, կուզենաք բաժնետոմս ձեռք կբերեք, բաժնետեր կդառնաք, թե կամավոր սկզբունքով պարտ կհամարեք նրանք, ովքեր մի փոքր անգամ կարող են օգտակար լինել։ Արեք այդ, արեք հանուն վաղվա մեր օրվա, ոչ թե նստեք բեսեդկաներում, տաղավարներում, ասեք մենք ինչ որ կարանք, դե աշխարհը հզոր է, էլի մենք ստենց ենք։ Չէ, մենք էլ ենք հզոր։ Մենք էլ ենք հզոր։ Ես այդ օրինակը բերել եմ Գոլդա Մեյերը ժամանակին ասեց մենք հետևակով շատ ենք զոհ տալի ռելիեֆը հարթավայրային, ավելի լավ է թշնամին հենց հարձակվեց մի անգամից օդաչուները գնան 3 օդաչու զոհվեն խփելով թիրախային կետերին ստրատեգիական, քան զոհվեն հազարավոր մարդիկ։ Մենք էդ էլ չենք, այս մարդիկ բաներ են ծրագրել, մշակել եւ դեռ տեսեք ինչեր կա։ Խոսքը միայն Սկորպիոնի մասին չի։ Ես գիտեմ լիքը անձնվեր մարդիկ կան, հայեր կան, որոնք տարբեր դրոններ են, հա, անօդաչու թռչող սարքեր եւ այլն։ Շատ լավ, անցնենք ջրականին։ Անցնենք։ Մենք այսօր ցույց կտանք մաս առաջինը, ինչեւ որտեղ ենք ցույց տալիս։ Էրնեստ ջան, ինձ թվում է մենք կարող ենք սահմանափակվել 3 մասով։ Առաջինը կխոսենք, կփորձեմ որքան հնարավոր է կարճ ու բովանդակալից ներկայացնել, որպեսզի ձեզ մոտ ու հասարակ ժողովրդի մոտ հասկանալի կարծիք ձևավորվի, ջրականից կխոսենք, կհասնենք մինչև ջրականի գնդի եւ առհասարակ ջրականի անկում, այսինքն հոկտեմբերի 4, հոկտեմբերի 5-ի լուսադ։ Երկրորդ մասը կխոսենք Հադրութի անկումից, երրորդ մասը մինչև վերջին օրերը։ Այսինքն ես ամսի 21-ին եմ իրականում վիրավորվել հոկտեմբերի, բայց իմ անձնակազմից ամեն ինչ ողջ ինֆորմացիան վերցրել եմ ու այսպես ասեմ, երրորդ մասը ավելի շատ փորձենք վերլուծական անել, իհարկե կրկին քարտեզով կգանք կհասնենք վերջնակետին եւ կվերլուծենք այդ ինչ մեթոդներով հակառակորդ
ժողովրդի դիվերսիոն հետախուզական խմբերը կարողացան չականապատված անտառներով գալ հասնել Շուշի։ Ես եւս մեկ անգամ պարզաբանելու համար, որպեսզի տխտոր ջրում ձուկ որսացողներ չլինեն, այստեղ գաղտնիության ոչ մի բան չկա։ Ճիշտ եմ ասում։ Բացարձակ։ Էդուարդը ներկայացնելու է այն ամենը, ինչ տեղի ունեցել, որովհետև շատ լավ հասկանալով այդ ամենը լինելով սպա, ես ինքս այդ ամենը լավ հասկանալով այստեղ ոչ մի գաղտնիության բան չկա, բայց անհրաժեշտ է անցնել այդ սխալների վրայով, սա մարտավարական վերլուծություն է, որովհետև կան այսպես զորավարներ, որոնք գրքեր են գրում, չգիտեմ ինչեր են անում, պատերազմի մասին, մարդ, որը մասնակցել է, որը կռվել է, ծանր վիրավորվել է, անցել է այդ ամբողջ ճանապարհը, իր աչքով է տեսել առավելություններն ու թերությունները, առավելությունները մեր մարտական ոգին, հայ զինվորի եւ ինչպես այդ ոգին ինչպես է կռվել բոլոր դժվարությունների դեմ, բացի թշնամուց։ Գերնպատակը շատ մարդկանց անուններ հնչեցնելն է։ Այնպիսի տղաներ են եղել, որոնց անունները ու որոնց արվածը պետք է պատմության մեջ գրվի։ Տեսեք, ես ընդհանրապես վերջերս հերոս բառը իմ համար շատ արժեզրկված է։ Կներեք 1000 անգամ, բայց մարդ կարող է մեռնել, մարդ կարող է մահանալ եւ մարդ կարող է զոհվել։ Դրանք 3 տարբեր կատեգորիաներ են ինձ համար։ Ամեն մեկին հերոսի կոչում շնորհելը իհարկե ցանկացած ծնող զավակ է կորցնում։ Իր երեխան իր համար հերոս է, որտեվ հայրենիքի համար գնացել, մահացել է, զոհվել է։ Բայց հերոս բառը այնքան է շահագործվել, այսօր հենց բառի բուն իմաստով շահագործվել, որ ամեն մի հատ սնարադի տակ ծնկը ասկոլոչնի մտած մեկին բան մարտական խաչ են տալիս։ Հերոս բառը չի կարելի այդպես արժեզրկել։ Հերոսները մատերի վրա հաշված տղերք կարան լինեն։ Ոչ միայն այն մարդիկ, ովքեր ավտոմատով կանգնում ու սահման են պաշտպանում, կամ այն մարդիկ, ովքեր գնացել են իրենց վիրավոր ընկերոջը հանելու ու զոհվել են, այլ նաև հասարակ փողոցում ավել անողը, իր գործը պատասխանատվով անողը, հաց թխողը, ով որ լավ հաց է թխում, ոստիկանը, ով որ իր ծառայության մեջ ոչ մի կաշառք չի վերցնում ու իր գործը լավ է անում։ Ցանկացած քաղաքացի, ցանկացած սֆերայի մեջ կարող է լինել հերոս ու կարող է լինել հայրենասեր։ Սկսենք։ Գնացինք։ Էրնեստ ջան, սկսենք ջրականի անկումից, սկսենք օգոստոսի 22-ից, երբ հայրս ինձ մեքենայով տարավ ջրական, որպեսզի ես անցնեմ ծառայության 2-րդ հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար։ Ինչ եմ սա մատնանշում մինչև սկսելը, հորս հարցեցի, ասեցի, պապ, այս աննորմալ ավիրված քանդված ճանապարհը, որ երկու զորամաս է իրար կապում, մի հատ այդքան սփյուռքից միլիարդներ են կորզում, հնարավոր չի այս ամեն ինչը մի հատ սարքվի, պապան մի հատ sense կարճ արտահայտություն արեց, անենց դիպուկ էր, մինչև հիմա մեջս տպավորվել է, ոնց որ պայծառատես լիներ, ասեց, Էդուլ ջան, մի բան է որ հանձնելու են, ինչի սարքեն։ Ու դա վերաբերվում է ամբողջ լավ։ Դե տեսնում եք քարտեզով սա Հայաստանն է, մենք հիմա Google Earth-ով մանրամասն կնայենք մեր մարտական ուղին ու անպայման կբարձրաձայնենք այն տղաների անունները, ովքեր որ կյանքեր են փրկել, ովքեր որ հերոսություններ են արել, ովքեր որ մեծատարով իրենց անունները կգրեն պատմության մեջ։ Ես դու բոլորի լուսանկարները վստահ եմ ունես։ Ես ամբողջը կուղարկեմ, այո։ Մենք մոնտաժով իհարկե կդնենք, ես այստեղ անուն ազգանները գրել եմ պապկաներով, տղերքին էլ հենց այդպես նկարները կտամ ու այդպես կդնենք այդ ամենը։ Հարգելի ընկերներ ջան, ուրեմն մենք հիմա գտնվում ենք ջրականի առաջնագծում։ Սա ջրականի, ես շատ դեպքերում կարող ասեմ Ջաբրայիլ, չնեղանա ոչ մեկ դրանից, Դաշկասանն էլ Արալերն է։ Ջաբրայիլից, այսինքն ջրականի 59-703 զորամասից ամեն մարտական հերթապահության ընթացքում մենք մոտավորապես 30-ից 32 կիլոմետր ճանապարհ էինք հաղթահարում, որպեսզի հասնեինք առաջնագիծ։ Առաջնագծում հակառակորդի քաղաքներն են, հիմնականում կենտրոնացված է Կազախլար քաղաքը, որտեղ որ հակառակորդի մեկ զորամաս է գտնվում, մոտավորապես 2.5 կիլոմետր հեռավորության վրա երկրորդ զորամասն է գտնվում, որը որ սնում է Լալալայկա 2016 թվականին գրաված Լելեթեփե դիրքը եւ ընդհանրապես Արաքսի հենակետի առաջնագծի դիմաց գտնվող հակառակորդի ուժերը։ Դե սկսենք։ Սա մեր դիրքերն են, հիմա աստիճանաբար կմոտեցնեմ, կտեսնեք հերթականությամբ։
Սա կոչվում է Արաքսի հենակետ։ Ինչու Արաքսի հենակետ, որովհետև մեզ Պարսկաստանից բաժանում է Արաքս գետը։ Սա մեր դիրքերն են 101, 102, 3, 4 մինչև 8։ 108 դիրքը ամենամոտն է հակառակորդի դիրքերին գտնվող։ Так, մեկ վայրկյան։ Դիտակետ, զաստավ բառը ցավոք սրտի հայերենով չգտա, ներողություն եմ խնդրում։ Մեր մեկ դասակի հրամանատարը Նարեկ Արշակյանը մարտական գործողությունների սկսվելու օրը սեպտեմբերի 27-ին, այո, ձեր շատ ծանոթ սանը, այո, գտնվել է 108 դիրքում, որը հակառակորդի դիրքերից, որը հիմա ես դրանք էլ ցույց կտամ, գտնվում է ընդամենը 230-250 մետր հեռավորության վրա։ Խոսքը այս հեռավորության մասին։ Այսինքն հասկանալու համար բարձր խոսում եւ լսում եք։ Ադրբեջանցիները երաժշտություն էին միացնում, խոսում, ծիծաղում էին շատ դեպքերում, դե այդքան հեռավորության։ Ովքեր ծառայել են կիմանան, դա ինչ է նշանակում։ Մեր 108 դիրքը ամենամոտն էր գտնվում հակառակորդի դիրքերին։ Սա 201-ն է, 202, նու իհարկե սրանք պայմանական թվեր են, ես իրանց դիրքերի թվերը չեմ հիշում։ Ինչևէ, դիրքերը գտել ենք։ Մեր 101 դիրքը, որտեղ որ գտնվում է ես իմ անձնակազմի հետ, Պարսկաստանի սահմանից գտնվում է ընդամենը 80 մետր հեռավորության վրա, այստեղ կանոն կա, կարող ենք չափել նույնիսկ։ Ուրեմն, Արաքս գետն էլ մեզ բաժանում է Իրանից, սա Իրանն է, ինչպես տեսնում եք։ Ուրեմն, երբ սկսվեց լայնամասշտաբ գործողությունները, սեպտեմբերի 27-ին, երբ ամսի 26-ին մեզ հայերեն չեմ կարող հիշել ինչպես է, первая готовность, այսինքն վտանգի առաջին աստիճան տվեցին եւ մենք ամբողջ գիշեր չքնեցինք, որտեվ ակնկալում էինք, որ պատերազմը սկսվելու է, քանի որ հակառակորդը դեռ իմ առաջին մարտական հերթապահության ընթացքում հսկայական ինժեներական աշխատանք էր սկսել, փոշի, թոզ, փորվում էին ծանր զրահատեխնիկայի բրուստվերներ, շելեր եւ դիրքեր, որպեսզի այդտեղ տեղակայեն իրենց տանկերը, BTR-ները, BMP-ները։ Ինչ էինք անում մենք, Էդվարդ։ Մենք նայում էինք։ Հակառակորդի զորամասը մեզանից գտնում է մոտավորապես, եթե այստեղից դեպի Լալալայկա 2.5 կիլոմետր է, այստեղից մոտավորապես 3-3.5 կլինի։ Զորամասը, որը որ սնուցում էր Լալալայկա դիրքը, 3 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում։ Ուրեմն, սա հակառակորդի զորամասը։ Երկրորդ զորամասը Կազախլար քաղաքի հետևում է գտնվում, խնդրեմ։ Ժամը առավոտը 6:30 հակառակորդի ԱԹՍ-ն անօթաչու թռչող սարքը, որը թիկունքից էր բաց թողնվել, սկսեց իր հետախուզությունը։ Մոտավորապես 20-ից 25 րոպե հետախուզությունից հետո հակառակորդը, դե այստեղ հանենք այս ամենը, սկսեց լայնամասշտաբ պատերազմական գործողությունները, սկսվեց հրետանային կրակ, տանկերը սկսեցին կոշերով փորել հողը, բրուստվերները, որպեսզի հակառակորդի առաջին զորամասից Լալալայկայի ուղղությամբ շարժվեն առաջ։ Խնդրեմ, աստիճանաբար հակառակորդը առաջ խաղացման է գալիս, ինչպես նաև հրետանային կրակ է սկսվում։ Ընթացքում նշեմ, որ Լալալայկա դիրքից 108 դիրքը ընկած հեռավորությունը ընդամենը, հեսա այստեղ կտեսնեք, 2.3 կիլոմետր է, եւ հակառակորդը իր Իստիգլալ կոչվող 14.5 մմ-անոց խոշոր դիպուկահար հրացանով կարողանում էր մեր դիրքերը քանդել։ Ես չեմ խոսում նույնիսկ անձնակազմ վերացնելու մասին, որովհետև տրամաչափը շատ մեծ է, որտեղից էլ կպներ։ Հա։ Ինչպես նաև ընթացքում, երբ որ ես գտնվում էի 104 դիրքում, շատ արագ նկատեցի, որ մոտակա բլրի վրա, որը որ Պարսկաստանում է գտնվում, այսինքն Իրանի իսլամական կողմում է գտնվում, այս դիրքից, բլրի վրայից ինչ որ քաղաքացիներ կամ չգիտեմ ովքեր կանգնած կոորդինատներ են տալիս։ Ինչու ես որոշեցի, որ կոորդինատներ են տալիս, որովհետև բոլորի մոտ կար հեռադիտակ։ Ոչ մեկ պատերազմական գործողությունների ընթացքում, որը որ 1 կիլոմետր հեռավորության վրա իրենից գտնվում, չի գալի որպես ֆիլմ այդ ամեն ինչը նայելու։ Ուստի մեկի մոտ էլ շատ մեծ օպտիկա էր։ Ես ունեի կորդի պրիցել, կորդի օպտիկա ունեի, որը 10 անգամ խոշորացում ուներ եւ 104 դիրքից լավ ուսումնասիրով հասկացա, որ կոորդինատ են տալիս։ Եվս մեկ անգամ հիմնավորեմ, ինչու են կոորդինատ տալիս, որովհետեւ այնպես չի հակառակորդը մեր դիրքերի տեղը չգիտեր։ Ուղղակի հակառակորդին պետք էր հասկանալ, թե որտեղ է տեղակայված անձնակազմը, որպեսզի իր մինամետով, իր ականանետով թիրախավորի այդ տեղերը։ Երբ այդ քաղաքացիները հելնում էին բլրի վրա կոորդինատ էին տալիս, հակառակորդը կոպիտ ասած մետրի վրա ականանետը գցում էր։ Ես կապ հաստատեցի մեր սպաներից մեկի հետ, ներողություն։
Եվ ասացի, որ այսպեսի իրավիճակ է, ես հենց հիմա 104 դիրքի ջերմատեսիլ սարքի օգնությամբ, որի նաև կցված էր PK գնդացիր, կրակելու եմ այդ ուղղությամբ, թող ծրվեն, իհարկե ես չեմ խոցելու, թող ծրվեն, որովհետև մեծ խոցում է ականանետը։ Ոչ, չի կարելի դա լրիվ ուրիշ կողմ է, չի կարելի, ես ասացի, օքեյ, հրամանը չեմ կատարում։ Վերցրեցի ու կրակեցի այդ ուղղությամբ, որովհետև ապուշին էլ հայտնի էր, որ այստեղից հակառակորդին ինչու է կոորդինատ տալիս, որովհետև տեսեք, այս Պարսկաստանի առաջնագծի հարակից գյուղերը բոլորը ադրբեջանաբնակ են։ Ուստի կասկածել չկար։ Գիշերները գալիս էին քաղաքացիները, այս բլրի վրա կայնում էին 100-150 մետրի վրա, քարեր էին շպրտում, գոռում էին, երգում էին, երաժշտություն էին միացնում։ Այսինքն ամեն կերպ հոգեբանորեն ճնշում էին, որպեսզի մեր ուշադրությունը շեղեն եւ հակառակորդը կարողանա իր դիվերսիոն գործողությունները կատարի։ PK գնդացրով ճնշելով հակառակորդի այսպես կոչենք դիվերսանտներին, ովքեր որ կոորդինատ էին տալիս, նրանց շատ արագ ցրում ենք ու շատ հանկարծակիորեն ականանետի կրակը վերանում է։ Ինչպես նաև դիտակետից մեր շատ լավ տղաները ականանետով նույնպես սկսում են ճնշել հակառակորդի դիրքերը, որից հետո նաև մեր հրետանուն, քանի որ մեր դիտակետի կամերան ամենամոտիկն էր առաջնագծին, կարողանում ենք լալալայկայի դիրքերը նայել եւ հրետանու գերաթռիչքը, թերաթռիչքը ճիշտ կողմնորոշում ենք տալիս եւ օգնում ենք մեր հրետանուն։ Ուրեմն, այս ամենի հետ մեկտեղ հակառակորդը երկրորդ օրը սկսեց, ներեցեք, առաջին օրը սկսեց իր դիվերսիոն գործողությունը։ Նախ լալալայկան մենք ամբողջովին ոչնչացրեցինք մեր հրետանու դիպուկ կրակի միջոցով, դիպուկ մի քիչ հարաբերական է, բայց ինչև է։ Բավականին երկար կրակելուց հետո լալալայկա դիրքը, որը որ շատ ուժեղ ամրաշինական կառույց էր, քանդու քարափ էին կարել։ Հակառակորդի դիվերսիոն գործողությունը սկսվեց առաջին օրը 108 դիրքի ուղղությամբ։ Ցավոք սրտի մենք ունեցանք մեր առաջին վիրավորը Վալերի Մուսայելյանը, որի անունը Վակո էր, շատ համեստ, շատ լավ տղա էր, նկարը այստեղ կարող եք տեսնել, եւ այդ ընթացքում իմ լավագույն զինվորներից մեկը Սենիկ Խուրշուդյանը, որը 44 օրյա պատերազմի ընթացքում բազմաթիվ կյանքեր է փրկել, ընկերոջը վերցնում է շալակում է եւ այ 108 դիրքից շարժվում մինչև դիտակետ, որտեղ այնտեղ կարող ենք իրեն բուժօգնություն ցույց տալ նորմալ, որպեսզի կարողանանք տանել այդտեղից էլ բուժկետ։ 2-3 կիլոմետր շալակում է, 103 դիրքից գալիս է դիտակետ, Վակոն արնակամ է լինում եւ զոհվում է։ Սենոնը իր աչքերը փակում է։ Այսպես հակառակորդը 108 դիրքից անձնակազմի վրա հարձակվելով հսկայական քանակի տեխնիկայով եւ անձնակազմով կարողանում է ճնշել, որպեսզի մեր 108 դիրքի անձնակազմը լիովին իջնի դեպի 105-ից էլ իջնի ներքև։ Փառք Աստծո մոբի ուժեր են մեզ գալիս օգնության եւ հաջորդ օրը առավոտյան ես կարողանում 102 դիրքից շարժվել դեպի մոբի ժամանման վայր եւ մոտավորապես 100 հոգի եւ մոբի դիրքերը տեղակայում ենք 102 դիրքում շրջանաձև պաշտպանության ենք անցնում, ինչպես նաեւ մյուս կեսը տեղակայում ենք Արաքսի թևի վրա գտնվող 101 դիրքում։ Հաջորդ դիվերսիոն ուղին հակառակորդի, սա արդեն եթե չեմ սխալվում երկրորդ օրն է պատերազմի, իր 203 դիրքից էր դեպի մեր 105 դիրքի ուղղությամբ։ Հակառակորդը ճեղքելով պաշտպանությունը ամենայն հավանականությամբ գիշերը նաև ականազերծում էր կատարել, գալիս է եւ 105-ը շրջափակում է եւ սկսում է շրջանաձև կրակ վարել 105-ի ուղղությամբ։ Փառք Աստծո, ես շատ լավ զինվոր ունեի, Կարեն Թևոսյանը, այստեղ նկարը կարող ենք տեսնել, 104 դիրքից այն գնդացրով, որով որ մենք ճնշեցինք կոորդինատներ տվողներին, ովքեր որ Պարսկաստանի կողմից էին տալիս, Կարեն Թևոսյանը ճնշում է PK գնդացրով 105 դիրքը եւ ամբողջ ցինկը դատարկում է այդ հակառակորդի կենթանի ուժի վրա։ Իհարկե մինչև այդ ամենը ես Կարենին հրահանգավորեցի, որ ես հիմա 104-ից 105 դիրք վազելով գնալու եմ։ Խնդրում եմ մինչև այնտեղ եթե ես չհասնեմ, ոչ մի բան չանես։ Մտա անձնակազմին ասացի բոլորդ պարկեք, որովհետեւ շրջադարձային ամբողջ ուղղություններից կրակ էր մեր վրա վարվում։ Չգիտեմ, մոտավորապես անձնակազմը մի 10-15 հոգի կարող է լինեին, չէին մոտենում, որտեղ ականապատ էր շրջակայքը, բայց ամբողջ ուղղությունից կրակում էին։ Ուստի այդ 250 փամփուշտը PK-ի դատարկելուց հետո նրանց ձայնը կտրվեց ու շատ արագ կերպով հասկանալով որ 105-ից 108-ից ու 106-ից հետո 105-ն է ընկնելու, շատ արագ անձնակազմը այնտեղ հանեցի, էվակուացրեցի։ Իջեցնելով 104 դիրք հասկացանք, որ
պետք է նահանջել երկրորդ էշելոն, ես հիմա բոլորիդ կբացատրեմ ինչու։ Ուրեմն Ես ուզում եմ հասկանամ, այսինքն մեր հետախուզությունը այո տվյալ չէր տվել, որ այսինչ օրը, այսինչ բանի, այսինչ ժամից չէ, իմանալն այլ բան է։ Այո Պաշտոնական տրվել էր նման բան։ նկատի ունեք լրատվամիջոցներով Չէ։ Մեզ- ներքին խո ձեզ։ մեզ ուղակի ամսի 26-ին первая готовность Լավ, օքեյ, հասկացանք։ Ինչ քայլեր էին ձեռնարկել, լավ հասկանալով, որ այդտեղ ամենախոցելին է, բոլորս էլ գիտենք, եթե նայում ենք քարտեզին, ինչ էր արվել նման իրադարձությունից խուսափելու կամ գոնե հասկանալի է դե պետքա քաշվես երկրորդ էշելոն եւ այլն, բայց ինչ որ ամրացնել, ամրաշինական աշխատանքներ, չգիտեմ, անձնակազմ բերել, մի խոսքով չեմ ուզում խորանալ, որպեսզի հնարավորությունը տամ դուր ներկայացնես այդ ամեն ինչը։ Էրնեստ ջան, ցավոք չգիտեմ ինչպես պատասխանեմ այդ հարցին։ Ես դեռ առաջին մարտական հերթապահության ժամանակ վերադասարանտարությանը զեկուցել եմ, որ հակառակորդը հսկայական ծավալի ինժեներական աշխատանքներ է կատարում, ու սա ընդհանրապես տենց Ուզում, գիտես ինչ եմ ուզում հասկանամ, սա առաջին ռուբեժն էր, չէ՞, այսինքն եթե սա ճղում էին, Այո։ մնացածը այնտեղ թիկունքում արդեն գունդներ եւ ամբողջ է։ Հիմա հրամանատարությունից բարձրագույն, չգիտեմ, գնդի, զորամասի, ով կար այդտեղ, Ոչ մեկ գենշտաբից, չէր պատկերացնում, իրենց ասելով ոչ մեկ չէր պատկերացնում, որ լայնամասշտաբ գործողություններ կսկսվեն։ Ենթադրաբար ինչ որ պետք է լոկալ ինչ որ մի բան լիներ, այդպես էին կարծում, որ հեշտ կպրծնեն, բայց ինչևէ, այնպիսի լայնամասշտաբ գործողություն սկսվեց, որ Ջաբրայելի, գիտեք, ամենադժոխային վայրն է եղել մարտական գործողությունների, հետո նոր մատաղիսն է կատաստրոֆիկ եղել։ 2 տանկային կորպուս էր աշխատում մեր ուղղվածությամբ։ Եվ այդ ընթացքում մեր տղերքը 60-ից մինչև 75 տանկ են խոցել։ Դա աբսուրդի հասնող թիվ է։ Զոհերի մասին ես չեմ խոսում, հակառակորդի զոհերի մասին։ Մենք այստեղ շատ ընկերներ ենք կորցրել եւ ամենայն հավանականությամբ մենք այդ տղերքի անունները արցունքներով ենք ասելու, ես չեմ խոստանում, որ ես ինձ կզսպեմ, ինչևէ, հակառակորդին հսկայական կորուստներ ենք պատճառել։ Ինչևէ, իջնելով 104 դիրք, մեր շատ լավ RPK-իստ Գեգամ Գալստյանը, ես ուղղակի հպարտանում եմ նրանով, շատ համեստ ու շատ ռեմբո տղա էր։ Դիրքավորվում ենք Գեգամի հետ այս բարձունքի վրա, որպեսզի հակառակորդը 105 դիրքի ուղղությունից այս գծով չգա ու տեսնի, որ 104 դիրքում մարդ չկա ու մեր հետևից կոպիտ ասած որս սկսի։ Ինչպես նաև որպեսզի ավելի շատ համոզվենք, որ հակառակորդը այնտեղ ոչնչացված է, կապ ենք տալիս հրետանուն եւ մեր հրետանին համազարգային կրակով հրետակոծում է 105 մեր անձնական դիրքը ու ավիրում ենք այդ դիրքը։ Ոչնչացնելուց հետո Գալստյան Գեգամին շատ արագ ուղարկում ենք ներքև ու ասում թող 5 րոպեից ես կվերադառնամ։ Կոպիտ ասած ես էլ որպես ստրախով կմնամ, մարդ ես Աստված ոչանի, կարող է հենց վախեցած այդ ուղությամբ գան, ով որ այդ թափթփուկներից մնացել է։ Գեգամին էլ ուղարկում եմ ներքև ու մոտ տենց մի 10-15 մետր իջնելով ներքև աջ կողմի վրա արդեն դեպի առաջնագծի ուղությամբ ադրբեջաներեն եմ լսում։ Ես չգիտեմ ոնց էին փորել ականազերծել այդ ամեն ինչը, հակառակորդը ամենայն հավանականությամբ նորից այս ուղով հետ էր գնացել ու այսպես եկել էր այս առաջնագծի մատույցով մոտեցել էր դեպի մեր բրուստվերները։ Այսինքն ինքը փորձում էր 105-ը շրջանցելով գար 104-ի թիկունքից մտներ։ Եթե 104-ի թիկունքից ինքը մտներ ու եւս մեկ անգամ տեսներ, որ այնտեղ անձնակազմ չկա, 103-ի երկայնքով մեր հետևից որս էր սկսվելու։ Իսկ այդ խոճապային իրավիճակում մենք անտանելի զոհեր էինք տանում։ Այդ ուղղությամբ արագ կրակ եմ բացում, մի քանի տեղ Դու մենակ ես այդ բանը։ Ես այդտեղ մենակ եմ, բոլորին ներքև եմ ուղարկել, ուղակի որ համոզվեմ, որ մի 5 րոպե էլ բան չկա, նոր ես հանգիստ գնամ։ Այդ ադրբեջաներն լսելու հետ մեկտեղ այնպիսի խոսակցությունն է, որ 10 մետրի խոսակցություն ունի, պրոստը բլրից այն կողմ։ Բլուր չէ, բրուստվերից այն կողմ։ Ասացի վերջ, ես երևի մնացի ստեղ։ Ու դիրքավորվեցի կտ տարբեր կետերից մի քանի անգամ կրակեցի, որ իրանց մոտ տպավորություն լինի, որ ես մենակ չեմ, մի քանի օք են կրակում։ Ու փամփուշտների հեղեղը իմ ուղղությամբ եկավ։ Կապ տվեցի ու ասացի հենց հիմա կատարում ենք։ Վազելով 104 դիրքից իջել եմ արդեն 103, որտեղ կստացի ամենա վտանգավոր դիվերսիոն ուղին էր 103 գիծը։ Ինչքան էր տարածությունը։ Տարածությունը ավելի մեծ էր, քան 100 դիրքի, ուղղակի ղամիշներ էին, ամեն ինչը փակ էր ու ներողություն եմ խնդրում։
ու հակառակորդի դիվերսիոն ուղին ամենաշատն է դեռ օգտագործվում 2-3 մարտական հերթապահություն առաջ այդտեղ եկել էին դիվերսիոն գործողություններին իրականացնել զոհ էին ունեցել այս դիվերսիոն ուղու մասին է խոսքը շատ արագ իջնում ենք դեպի 102 դիրք որպեսզի գնանք դիտակետ ու փորձենք իջնել երկրորդ էշելոն հիմա բացատրեմ թե մենք ինչու այսպիսի նահանջ արեցինք տեսեք Հակառակորդը, եթե հիշում եք, սկզբից 108 դիրքի վրա դիվերսիոն գործողություն կատարեց ու ճնշելով մեր կենթանի ուժը իր զինտեխնիկայով կարողացավ հասնել նրան, որ կենթանի ուժը իջնի 105-ի, 103-ի ուղղությամբ։ Եթե 108 դիրքի ուղղությունից մեկ անուն տեխնիկա թեկուզ իջներ, մենք ընկնում ենք շրջափակման մեջ։ Այս է այդ տեխնիկայի ուղղությունը։ Եթե մենք ընկնեինք շրջափակման մեջ, մենք դուրս գալու տեղ չէինք ունենալու։ Ոչ Պարսկաստանի ադրբեջանական գյուղեր, ոչ էլ հակառակորդի որևիցե մի հատ ինչ-որ բան կարող էինք ճեղքել։ Ուստի բախտի բերմամբ մենք հասցնում ենք դուրս գալ երկրորդ էշելոն եւ նահանջելով հասնում ենք դեպի Զաստավ, ավելի լավ դիրք զբաղեցնելու համար։ Ընթացքում ԱԹՍ-ն հետախուզություն են եւս մեկ անգամ իրականացնում, սա արդեն գիշեր է, սեպտեմբերի, ես չգիտեմ 31 լինում է սեպտեմբեր ամսի մեջ թե ոչ 30 ահա սեպտեմբերի 30-ը պետք է լինի կամ հոկտեմբերի 1-ը պետք է լինի լույս գիշերը գիշերվա ընթացքում հակառակորդի ԱԹՍ-ն հետախուզում է մեր շարժը ինչ ծառ ճյուղ գտնում ենք կոտրում ենք մեր վրաները ենթադրելով որ հակառակորդի ջերմատեսիլ սարքի մեզ չի տեսնի չնայած դա հեքիաթ է շատ էլ լավ տեսնում էր որ ուղակի հարվածային չէր ինքը հետախուզում էր որպեսզի հասկանա այս ուղղության վրա հավելյալ ուժեր ուղարկի թե թողի այս բացի թողի վիճակում, որտեղ հիմնական հարձակման ուղին լալալայկայի ուղղությունն էր 200-ի, 300-ի, Նուզգյարի, Նարնջի, Նժդեհի դիրքերը։ Ուրեմն նահանջելով Զաստավ, այստեղ հանդիպում ենք Ռյուրիկ Սիմեոնովին, որը ազգությամբ ռուս է ու մարտական ռազմական գործի աս։ Ես ինքս աշխատել եմ Ռյուրիկ Սիմեոնովի հետ, Մոնթեի ռազմական վարժանում, ֆանտաստիկ սպա, գիտելիքով հարուստ, այնց որ այո Ես այստեղ կարճ ինֆո եմ դրել պարոն Փողգնդապետի մասին, ուրեմն Սիմեոնովը ոչնչացրել է ամբողջ մարտական գործողությունների ընթացքում հակառակորդի տեխնիկայով, հակառակորդի զինամթերքով ու անձնակազմով լի 2 կամազ, 1 հողափոր PZM մեքենա, 2 հակատանկային դասակ, 3 տանկ, 8 հետևակի մարտական մեքենա BMP եւ 1 հրետանային կայանք ու 2 զրահամեքենա։ Հիմա որ այս ամեն ինչի համագումարը անենք 5 միլիոն նույնիսկ 10 միլիոն դոլարից անցնում է։ Ես դու ինքդ կփաստես, հիմա վստահ եմ որ Ռյուրիկը ստեղել ունի, մենք իհարկե յուրա ենք իրան ասում։ Այդ ամեն ինչը որ իրան ներկայացնենք, ինքնքան համեստ, որտես դե հա դե հիմա, դե հա դե նորմալ է, դե հա։ Այդ է տղա։ Այո, իմ հանդիպած այն միակ սպաներից է, որ դու նայում ես, ասում ես, այ սպան էսպես պետք է լինի ու այս մարդուց պետք է օրինակ վերցնես։ Բախտներս բերում է, որ Յուրիկ Սեմյոնովը այդտեղ է գտնում ու ինքը տարածքին ֆանտաստիկ էր տիրապետում, կարծես իր գլխի մեջ ինչ-որ Google քարտեզ լիներ։ Ու կարողանում ենք արդեն Զաստավից նահանջել, որտեղ հակառակորդը ԱԹՍ-ով շարունակում էր վրա աշխատել։ Այսինքն բաց դաշտում մենք նույնիսկ դիրքեր չունենք։ Մնալ այդտեղ նահատակ լինելը անիմաստ էր։ Մենք շարժվում ենք դեպի Լելեթեփեի ուղղությամբ Մարջանով բարձրանում ենք վերև եւ տեղակայվում ենք 200-300 դիրքերի հետին մասում, որտեղ որ պատերազմի առաջին 2-3 օրվա ընթացքում դժոխք է եղել ուղակի, դիրքերը մեկ մեր կողմից են գրավել, մեկ հակառակորդի կողմից, նորից մեր կողմից, նորից հակառակորդի, այդ տեղամասերը անտանելի մարտեր են այդտեղ գնացել։ Ուրեմն նոր դիրքեր ենք այստեղ զբաղեցնում 6-րդ վաշտի անձնակազմի հետ Ինչպես նաև մոբը տեղակայվում է մեր կողքին, որից հետո 120 մմ-անոց մարտկոցի սպաներից մեկը, Արշակը, ազգանունը հիմա կարող է սխալ ասեմ, ավելի լավ չասեմ, նկարով եւ անազգանունով կգրենք։ Արշակն է այստեղ տեղակայվում, ինչպես նաև անցնում ենք պաշտպանության։ Սա մեր արդեն հենակետն է լինում այս ուղղությամբ։ 4-րդ եւ 5-րդ վաշտերը տեղակայվում են մեր մոտակա տարածքում, երկրորդ գումարտակի 4-րդ եւ 5-րդ վաշտերի մասն է խոսքը, այս վաշտերի տեղակայման տարածքի կողքում գտնվում են նաեւ տանկային դիրքերը։ 4-րդ եւ 5-րդ վաշտերի հետ տեղակայվում է նաեւ Մկրտիչ Քարամյանը, որը
Վաշտի հրամանատարներ 5-րդ եւ ցավոք նա զոհվում է վիրավորվելով ու շրջափակման մեջ ընկնելով, դա արդեն հաջորդ օրվա մասին է խոսքը։ Ինչպես նաեւ 4-րդ Վաշտի հրամանատար Վարդգես Մինասյանը վկուլ էին նրան ասում, նույնպես զոհվում է սեպտեմբերի 28-ին, եթե չեմ սխալվում, զրահաբաճկոնը իր զինվորին տալով ու իր սիրտն էր մտել բեկորը։ Ինչպես նաև այդտեղ է գտնվում նաև Քարամեն Արտուրը, որը հետագայում ստանձնելու է գնդի հրամանատարի պաշտոնը։ Իդեպ Արտուր Քարամյանի կերպարը շատերի համար տենց այսպես ասեմ, մեկը ասում է լավ հրամանատար է, մեկը ասում է վատ հրամանատար է, մեկը ասում է այսքան զոհ է տվել։ Ես անձամբ իմ փորձն եմ կիսում, որովհետև ես այդ մարդու հետ մինչև հոկտեմբերի 21-ը անձամբ դիրքերում եղել եմ։ Մինչև այդ ինչ պաշտոնի էր։ Մինչև այդ եղել է, հիմա ասեմ, այստեղ նշել եմ մոտս, փոխգնդապետ Քարամյանը ջրականի զորամասի առաջնագծի մասով հրամանատարի տեղակալ, այսինքն պոստերի գծով տեղակալն էր։ Գնդի հրամանատար Արտյոմ Պողոսյանի հոկտեմբերի 4-ի պաշտոնանք արվելուց հետո փոխգնդապետ Քարամյանը նշանակվել է ջրականի գնդի հրամանատար։ Վերջինիս ղեկավարությամբ իրականացված գործողությունների շնորհիվ ոչնչացվել է հակառակորդի 3 եւ առգրավվել եւս 3 տանկ։ Թշնամական կողմը ունեցել է մարդկային լուրջ կորուստներ, ինչպես նաեւ Քարամյան Արտուրը հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը 600 հոգանոց անձնակազմ է AES տարածաշրջանից անել, որպեսզի շրջափակման մեջ չհայտնվենք, որովհետև ադրբեջանցիները եկել էին հայերենով ուսումնական գումարտակի անձնակազմը կանչել են, երեխեքը խափնվել են ու ՊԿ-ով ամբողջ գումարտակը ոչնչացրել են։ Դե հիմա պատկերացրեք գումարտակում ինչքան մարդ կա։ Իսկ հիմա Արտուր Քարամյանը Ես շատ տեղեկություններ չունեմ, բայց գիտեմ, որ ինչ-որ դատեր էին գնում։ Հուսանք ամեն ինչ լավ կավարտվի, որովհետև պատերազմական գործողությունների ընթացքում, երբ որ դու ստանձնում ես մի պաշտոն, առավել եւս ոչ քո կամքով, այլ քո կամքին հակառակ, որովհետև քո կարծիքը ոչ մեկ չի հարցնում, դու շատ դեպքերում հնարավոր է չկարողանաս այն գործողությունները կատարես, որը որ ակնկալում են քեզանից։ Սակայն ես ուղղակի նշել եմ այն, ինչ որ այս մարդու արվածը տեսել եմ կողքից։ Ինչպես նաև տանկային դիրքում տեղակայվել է Ժակ Բարսեղյանը, տանկիստ, եւ ամենահետաքրքիր բաներից մեկը այն էր, որ ես Արտուր Քարամյանից իմանում եմ, որ հայրս էլ է այդտեղ։ Ես այդ մեկ շաբաթվա ընթացքում, սա հոկտեմբերի 2-3-ը կլինի երևի արդեն։ Ես չգիտեի, որ ես տուն ունեմ, տեղ ունեմ, տանեցիներ ունեմ, ես ոչ զանգել եմ, ոչ հիշել եմ հեռախոս ունեմ, հեռախոսս դիտակետում է մնացել։ Ես մոռացել եմ ես ով եմ, ես վերածվել եմ իմ աշխատանքին։ Որ ասում են հայրս այդտեղ է, տենց համ մի պահ ոգևորվում ես, որ դու մենակ չես, որ դու պահող ունես։ Աստված մի արած է, հետդ մի բան ելնի, մարմինդ կվերցնի կտանի։ Մյուս կողմից էլ ասում ես, բա որ պապային ինչ որ մի բան եղավ, ես ինչ եմ անելու։ Ես այդ ժամանակ կոտրվելու էի, էլի։ Չգիտեմ, շատ չխորանանք ես էմոցիոնալ դաշտ, շարունակեմ, ժամանակը կարճ է։ Ուրախանում եմ, որ հայրս այնտեղ է։ Ու այդ ընթացքում ես հորս չեմ էլ տեսնում։ Ինչու եմ գրել Armen 299, որովհետև հորս Պազիվնոյը 299 էր ու անուններով չէին դիմում։ Ու այդպես այնքան է գոռացել, հրամաններ տվել տարբեր անձնակազմների, որ ձենը կտրվել էր, տեղը չեմ բերել։ Հետո որ ասում են 299 հերետ է, նոր կապ եմ տալիս, ասում 299 ես դու եկել ես, ու այդպես հումորի ենք վերածում, որպեսզի չգժվենք այդ դժոխքում։ Ինչևէ, հակառակորդը արդեն շարունակում է իր հարձակումը դեպի 202, 200 եւ 300 դիրքերի ուղղությամբ, որոնք որ բազմիցս գրավել, ազատագրվել, նորից գրավել են հակառակորդի կողմից։ Սեպտեմբերի 28-ին նաեւ զոհվում է մեր շատ լավ մայոր Սլավիկ Ավետիսյանը, Սլավը, որը որ ամսի 27-ին վիրավորվել է, սակայն բուժկետում մի քանի ժամ անցկացնելուց հետո նորից բարձրացել է առաջնագիծ ու ամսի 29-ին այնտեղ զոհվել է։ Ավետիսյան Սլավը ծառայել է սահմանապահ չէ, նորը ձեզ ասեցի, մոռացա, որ զորքերում։ Խաղաղապահ զորքերում է ծառայել եւ ֆանտաստիկ կերպով տիրապետում էր ՆԱՏՕ-ի բանակի ամբողջ զենքերին։ Ամենագրագետ սպան է եղել, որ ես երբևիցե կյանքումս հանդիպել եմ։ Ու այդ տղեն իր կյանքը տալիս է եւս մեկ անգամ զինվոր փրկելու համար։ Ուրեմն Նուզգյարի ուղությամբ զոհվում է եւս մեկ դասակի հրամանատար Վլադիմիր Գյուրջյանը, որը նույնպես գրավում է, հետ է գրավում, խայտարակ անասելի մարտեր են այնտեղ տեղի ունեցել ու շատ մեծ զոհեր ենք տվել, թե մեր կողմը, թե հակառակորդի։
Ուրեմն ամենահետաքրքիրն է, որ հակառակորդը փորձում է 300-ի ուղղությամբ բետոնկա կոչված ճանապարհով դեպի մեր վաշտի հենակետ շարժվել ու ուղարկում է հետևակի մարտական մեքենա BMP։ Բախտի բերմամբ Ռյուրիկ Սիմոնովը ֆանտաստիկ կերպով շատ արագ խոցում է ՀՄՄ-ն եւ մենք մեր ուրախությանը ուղղակի չափ չկար։ Խոցում ենք ՀՄՄ-ն ու այդտեղ հակառակորդը կանգ է առնում։ Սակայն հակառակորդը փորձում է ճեղքել մեր հենակետի պաշտպանությունը դեպի 4-րդ եւ 5-րդ վաշտերի ուղղություն եւ տանկային դիրքերի ուղղություն։ Ինչպես նաև հատուկ ջոկատայիններ են ուղարկում սև ֆորմայով, հայրս նույնիսկ սևամորթ վարձկան է հանդիպել այնտեղ զոհերի մեջ։ Հասկանում եք, սևամորթներ կային, արաբներ կային, Ալլահ ակբար գոռալով, ինչպես են, չէ, առաջին համաշխարհայինում զենքը ձեռքները վազելով գալիս վրաներդ։ Այդպես ինչ որ դեղերի ազդեցության տակ վազում էին, որովհետև երբ որ մենք մեր դիրքերից բետոնկայի ուղղությամբ 120 մմ-անոց ականանետով ական էինք շպրտում իրենց շարքով քայլող գումարտակի վրա, շարքը չէր քանդվում։ Շարքի մեջ խփում էինք 10-15 զոհեր լինում, շարք ուղիղ, շարային քայլով գալիս։ Զոմբիացված։ Այո, ես չգիտեմ ինչ էին սրսկում, մետամֆետամինի տակ երևի այդպես գալիս էին։ Ուրեմն անասելի մարտ է սկսվում, մութն արդեն ընկել է ու դա հաստատ մեր օգտին չէր։ Այդ կներես, մենք տեխնիկա չունեինք։ Մենք տեխնիկա ունեինք, տանկերը կրակում էին, որոշները խոցված էին։ Տանկային դիրքերից կրակում էինք։ Բայց ես ուղղակի չեմ կարող նույնիսկ ես քարտեզով չեմ կարող բացատրել հակառակորդի թիվը։ Հասկացա։ Անտանելի շատ էր, մենք 5 անգամ ավել քանակի դեմ էինք կռվում։ Տանկը դուրս էր գալիս, բլուր կրակում էր, բլրից իջնում էր։ Ու այնպես չի, որ տանկը վերևից չէր կարող խոցվել դրա։ Հա, դե իհարկե։ Ուղղակի բախտի բերմամբ, ոնց որ ասում են, ես գոնե կյանքիս մեջ մի անգամ մոտիկից տանկ տեսա։ Չէ, դե ժամանակակից մարտում հիմա տանկերը տենց լուցկի տուփի բան են դերի դարել, հենց որ այդ առումով ամենախոցելին են համար։ Ամենախոցելին են, առավել եւս վերջի սերնդի մարտերում։ Այո։ Հակառակորդը անտանելի կերպով բացազատվում է ու այդպես հենց հարձակվում է 4-րդ ու 5-րդ վաշտերի ու տանկային դիրքերի ուղղությամբ, որտեղ նաև հայրս է գտնվում։ Անասելի մեծ մարտ է սկսվում դժոխային, սենց եղունգներս կրծելով նայում եմ այդ ուղղությամբ, որովհետև ինձանից մոտ կիլոմետր հեռավորության վրա է այդ ամենը գտնում ու ես գիտեմ այնտեղ հայրս է, 4-րդ, 5-րդ վաշտի երեխեքն են։ Չգիտեմ, երևի կռվում են։ Մերոնք կռվում են մինչև վերջի։ Այո, մինչև վերջի մետրը կռվում են, որպեսզի հակառակորդը չգա։ Հերոսաբար կռվում են։ Այսինքն ըստեղ այն տպավորությունը ներողություն եմ իհարկե խնդրում շատ արագ շատ եմ կարդացել, տվել են ուղակի եւ այլն, տենց բան չի եղել իրականում մականատեսի աչքերով այդ երեխեք այդ հերոս տղերքը սպաները իսկապես կռվել են մինչև վերջի շունչը։ Ճիշտ եմ չէ ասում ամեն։ Էրնեստ ջան, ես որ վերջում մեր հաղորդման ամենավերջում 3-րդ մասի վերջում հրապարակեմ մեր զոհերի քանակը, թե մենք քանի սպա ենք կորցրել, բոլորին ակնհայտ կլինի պատասխանը ով է կռվել ու ով է տվել։ Կոնկրետ մեր ուղղության մասին եմ ես պատմում, մնացածը չգիտեմ։ Երևի Աստծո հաջողությամբ հակառակորդը իդեպ հրետանով էր կրակում մեզ։ Հակառակորդը հրետանին եւս մեկ անգամ ուղղում է մեր ուղղությամբ ու համազարկով կրակում է։ Բախտի բերմամբ թերաթռիչք է տալիս, թերաթռիչք մոտ մի 150-200 մետր։ Ու հակառակորդը հենց իր անձնակազմը ամբողջովին ոչնչացնում է։ Ու կոպիտ ասած մենք այս հակառակորդի սխալի միջոցով ենք կարողանում փրկվել։ Այսինքն տանկային դիրքերն ու 4-րդ ու 5-րդ վաշտի անձնակազմը կարողանում են փրկվել։ Որից հետո նաև Նուզգարից դեպի ներքև հարձակում է սկսվում Հորադիզի ուղությամբ, Հորադիզի ուղությունից։ Կողմից։ Այո։ Այսինքն նպատակը շրջափակման մեջ առնելն էր, ճիշտ եմ հասկանում քարտեզը պատկերացնել։ Այո, լիովին ճիշտ եք։ Ուրեմն տեսեք Հորադիզ քաղաքը եւ Հորադիզ գյուղաքաղաք կա այդպես, այսինքն տենց վայր է ուղղակի այդպես է կոչվում։ Դա ամսի 28-ին հենց այդ տեղամասը, որը որ Հորադիս է կոչվում, ոչ քաղաքը, արդեն հակառակորդը գրավել էր։ Ուստի այդտեղ էր բերել տեղակայել իր հրետանին եւ մոտ տենց 10-15 կիլոմետր հեռավորության վրա հանգիստ իր ականանետով հրետանով քաղաք էր։ Կախում էր։ Այո։ Ինչպես նաև հարձակվում են Նուզգարի ուղությամբ եւ այդ դիրքն է գրավում։ Եվ այստեղ ընկնում ենք շրջափակման մեջ։ Հենց այստեղ եմ նշում Արտուր Քարամյանի պրոֆեսիոնալիզմը, որ կարողանում է մեր ամբողջ անձնակազմը իհարկե մեծ զոհերի գնով, բայց մի կերպ կարողանում ենք դուրս պրծնել հակառակորդը անտանելի քանակի էր հասնում։ Ուրեմն
Այսինքն շրջափակումը ճեղքում շրջափակումը ճեղքում կարողանում ենք դուրս գալ։ Այո։ Այստեղ նաև ընկնում է մեր 6-րդ վաշտի բուժակ Արամ Ստեփանյանը, որը հարյուրավոր կյանքեր է փրկել։ Այդ տղունակարը, որ ես տեսնում եմ, աշկերտս լցվում, հա, որովհետև ես իր հետ շատ կարճ ժամանակ եմ շփվել ու մեր վերջի շփումը եղել է այնց, որ ես իր վրա ջղայնացել եմ։ Մեքենա պետքա գար մեզ տաներ, տենց մի ժամ սպասում եմ, խոսալով են ընկնում, ինչով են ընկնում, դա ջահել տղերք են։ Գալիս են, ես էլ ջղայնում եմ Արամի վրա, ասում Արամ, սենց, ես բան էինք պայմանավորվել, այդ տղան այնց տոնով է ինձ պատասխանում, ասում է՝ «Էդ ջան, բայց ես մեղավոր չեմ»։ Ու ես ամեն անգամ հիշելուց, որ ինքը զոհվել է, պրիտոմ ինքնա պապային, երբ որ պապային ձեռքից խփել էին, ինքնա պապային վիրակապել, պապայի հետ ընկերացել էին, MTLB-ի մեջ վիրավորներ էին դնում, իջացնում, այն որ պապայի տղեն էր ինքը դարձել։ Ու ես ամեն անգամ որ հիշում եմ, որ իմ վերջին ու միակ իր հետ զրույցը եղել այնց, որ ես պետք է ջղայնանա իր վրա, ինքն էլ ասել դե լավ այդ մոռացի, ես ասում ինչքան անբախտ եմ ես, որ բախտ չի վիճակվել իր հետ շարունակել շփումը, որ այս մարդու մեծությունը հասկանաս։ Պապա ինձ իջացրել է ներքև, մնացել է դիրքերը, որպեսզի վիրավորներին իջացնի։ Մոտ մի ժամ հետո ԱԹՍ-ն խփել է, բոլորով զոհվել են։ Ու ինքը մնացել է այնտեղ։ Այդպես ուրեմն Արտուր Քարամյանի օգնությամբ կարողանում ենք շրջափակումը ճեղքել եւ այս բաց դաշտերի ուղղությամբ շարժվել դեպի հակառակորդի ասած Դաշկասան կամ Արալերի զորամաս։ Այստեղ էլ բախտը մեզ չժպտաց ու Սմերչով հարվածեցին։ Սմերչի կասետային ռումբերը MPC հաճախականությամբ էին պայթում, ես այդ ժամանակ սպայական գլխարկով ուղղակի կեպկա էր գլխիս, այսինքն սաղավարտ չէր։ Որ ես պարկեցի գետնին, ինձ թվաց ուղաթիռ է եկել, ուղաթիռի գնդացիրը ոնց է կրակում ստատիկ։ Ես ասացի վերջացավ, всё, էս էր մեր պատերազմը, այսքանով վերջանալու է, որտեվ ուղաթիռի դեմ ինչ անես դու էլ արդեն վերևդ։ Ու նոր տեսնում եմ, որ կողքս ինչ ընկնում տարակումա, սկսում է վառվել։ Ֆոսֆորային ինչ որ նյութեր կային մեջը, պաժար էր գցում այդ ամեն ինչը։ Սմերչ են գցում ու այդ ընթացքում վիրավորվում է իմ դասակի զինվորներից մեկը Ժանկոչյան Վահանը, որին որ միլիոն անգամ մենք ասում էինք քո սաղավարտը դիր։ Վահանը գալիս է ասենց մոտս, սաղավարտը հանում է, ասում է ստենայի, ու սաղավարտը 2.5 ալնում։ Բեկորը նենց էր մտել, որ սաղավարտը հավասար կիսել էր։ Ու ֆրանսիան բան չէր եղել։ Ոչ մի բան, չէ, թևից մի քանի մասային կտորներ էր փոկվել, բայց այնպես չէր, որ ինքը մարտունակ չէր։ Հա, մի քիչ նվնված, ասեց, բայց տեղ չեմ հտա, կմնամ ձեր հետ։ Վիրակապեցինք։ Ասացի, տեսակ ինչի համար եմ ասում, այդ անտեր սաղավարտները դրեք, այս սրա համար եմ ասում։ Ու նային ասին, հա դրա համար ես դու սաղավարտով։ Ու ես սաղավարտ չունեի, սաղավարտս տվել էի սերժանտներից մեկին։ Ինչևէ, Վահան Ժամկոչյանի վիրավորվելուց հետո հորադիզում արդեն տեղակայված հրետանին գիշերը նորից Սմերչով սկսում է հարվածել։ Ամբողջ գիշեր այդ դժոխային վառվող կրակների մեջ էինք։ Որոշեցինք, որ այդտեղից էլ sense բաց դաշտում զորամասն էր հենց կրակի տակ, բաց դաշտում 1-2 անձնակազմ մնալն էլ անիմաստ։ Հրաման ստացանք, որ պետք է նահանջենք դեպի գունդ 59703 ջրականի գունդ եւ անցնենք գնդի պաշտպանությանը, որովհետեւ գնդի ուղությամբ Լալալայկայից եւ արդեն իսկ մեր գրավված դիրքերից Մարջանի ուղությամբ շարժվում է հսկայական քանակի հակառակորդի զինտեխնիկա։ Ընթացքում մեր վրա նաեւ հակառակորդը հասցնում է կիրառել տոս, սոնցպյոկ։ Տոսը կիրառելուց հետո, բախտներս բերում է, երևի այդ արկը չի աշխատում, որտեվ առերեսվել ենք այդ ամենի հետ, մի քանի անգամ տեսել ենք ինչպես է աշխատում, երեխեքի հետ ինչ է լինում։ Բախտներս բերում է, երևի լավ չի աշխատում, մեզ ոչ մի բան չի լինում, փառք Աստծո։ Ինչևէ, մի կերպ այդ 10 կիլոմետրեր հաղթահարելով գալիս հասնում ենք ու անցնում ենք գնդի պաշտպանությանը։ Ընթացքում եւս ԱԹՍ-ները հարվածում են, ինչպես տեսնում եք։ Ու հաջորդ օրը լուսադեմին արդեն հակառակորդը իր զրահատեխնիկայով Մարջանի ուղությունից հարձակվում է գնդի վրա։ Ինչպես նաև զրահատեխնիկան շարժվում է արդեն Արալերի ուղությունով։ Այսինքն Լալալայկայի գծով։ Շարժվում է, գալիս են շրջափակման մեջ են եւս մեկ անգամ գցում։ Մենք այդքան միջոցներ չունեինք արդեն։ Բավականին անձնակազմ էինք կորցրել, խոսքը մենակ 6-րդ վաշտի մասին չի խոսքը։ Այնքան անձնակազմ էինք կորցրել, որ այդքան տեխնիկայի դեմ միջոցները բավարար չէին, որպեսզի պայքարեր մի հատ էլ կարողանայր ինչ որ նահանջ ձեռնարկել։ Գունդը գրավում են հոկտեմբերի 3-ի 4-ի լույս գիշերը։ Իսկ այնտեղ զինապահեստներ, բան։ Զինապահեստներ կային։ Իսկ չկար հրաման պայթեստելու։
Մինապատելու նոր դուրս գալու։ Ես ձեզ նույնիսկ այսպես ասեմ, երբ որ մենք առելերից շարժվեցինք հոկտեմբերի 2-ին լույս 3-ի գիշերը շարժվեցինք դեպի ջրական, այնտեղ անձնակազմ կար, նույնիսկ մոբ կար։ Հրաման ստացանք նահանջել դեպի պոլիգոններ, որովհետև հակառակորդի տեխնիկան արդեն մտնում էր։ Ու իբր թե մոբը պետք է այդ պայթեցման աշխատանքներով զբաղվեր։ Չգիտեմ ինչու պետք է մոբը զբաղվեր, բայց այդպես։ Նվիրեցինք էլի։ Այնտեղ ինչ կար։ Այո, նվիրեցինք կարելի ասել, բայց ոչ թե արդարացնեմ, ասեմ ուրիշ հնար չկար, անձնակազմի քանակը բավարար չէր։ Չէ, ոչ թե տարածքը նկատի ունեմ, այլ այն ինչ կարելի էր պայթեցնել նոր դուրս գալ, այդ նվիրեցին։ Այդպիսի խոճապային իրավիճակներում Էրնեստ ջան, մարդիկ մտածում են ոնց իրենց կաշին փրկեն։ Մոբի կեսը փախավ Պարսկաստան։ Զաստավից մոբի կեսը փախավ Պարսկաստան, որpիսի հիմա այնպես չստացի, որ ես ասում, վայ, վատն են, նորմալ է մարդկային գործոն է, դրա համար ես պայմանագրայինների ու մոբի դեմ բացասական եմ տրամադրված։ 2 տարի ծառող 18 տարեկան անգիտակից երեխեն ավելի շատ գործողություն կանի ու ավելի սրտացավ կմոտիկանա այդ ամեն ինչին, քանց թե ալկաշ ու սրա գերի մոբը կամ չգիտեմ ով։ Ինչևէ, իհարկե ամենայն անկեղծությամբ կան հերոս նվիրված մարդիկ, խոսք իրենց մասին չի, բոլորդ էլ հասկանում եք ում մասին ենք խոսում։ Իհարկե, մենք մոբից 2 տղերք ենք ունեն, 2 տղերքը որն է տարիքով 3 անգամ ինձանից մեծ էին։ Այդ 2 տղեկի մասին էլ անպայման կպատմեմ հաջորդում, այնտեղ նշել եմ իրենց անունները։ Հերոսական կռիվ էին տալիս չնայած իրենց տարիքին։ Ջրականը ընկավ հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը, ամբողջովին։ Սակայն Փարքաստու կարողացանք 6-րդ վաշտով 5-րդ վաշտի հետ նահանջել դեպի Առաքյուլ գյուղ, որը մոտավորապես գտնվում է, ինչքան էր, հեսա ձեզ ասեմ, կիլոմետրաժով 4.5-5 կիլոմետր հեռավորության վրա։ Առաքյուլ գյուղ նահանջելով կազմակերպում ենք Առաքյուլ գյուղի պաշտպանությունը, ինչպես նաև դիտարկում ենք կազմակերպում ճանապարհի ուղղությամբ, որովհետև հակառակորդի հետագա շարժը միակ ճանապարհով է լինելու դեպի Առաքյուլի ուղղություն է լինելու։ Առաքել գյուղն է, որը ադրբեջանցիների անվանումն ունի նորից, Առաքյուլ։ Այդպես պաշտպանում ենք այդ ամեն ինչի, կազմակերպում ենք դիրքի գյուղի պաշտպանությունը եւ հանդիպում ենք Արթուր Հակոբյանի հետ, որը սնայպերների դպրոցի տնօրենն է եղել եւ ջրականի գնդի շտաբի պետը։ Ֆանտաստիկ կերպար էր, ֆանտաստիկ, բոլորդ իրեն ճանաչում եք, այն հրետանու վիդեոներից որ գոռում է, տղեկ խփեք, Հակոբյան Արթուրը ինքն էր։ Ֆանտաստիկ մի հատ կերպար էր ինքը։ Վերջին անգամ իրեն տեսնում ենք մենք։ Իր Նիվայով իջնում է, զրահաբաճկոն էլ չուներ, ուղղակի բուշլաթեր հաքը, նորից զինվորներն էր բաժանել, մեզ 5-երով փամփուշտա թողնում, ասում է՝ ուրախ, ժպիտը դեմքին ասում, դե լավ, տղեկ ջան, դուխները տեղը, մի վայրկյան չկասկածեք։ Հեսա մի հատ այդամ հասկանամ, տեսնեմ այդ ուռոդները ուր են հասել, մոտակայքում էր ինքը տեղակայված։ Նիվայով իջել է դեպի գնդի ուղղություն, գնդից կրակել են հենց ուղիղ իրեն է եղել, ինքը ղեկին է եղել։ Ու այդպես եւս մի հերոս է զոհվում։ Ես կառաջարկեմ սահմանափակվենք ջրականի անկումով, մեր պատմությունը, մեր մարտական ուղին ու մեր հերոսների լուսաբանումը կշարունակենք հաջորդ անգամ։ Շնորհակալ եմ շատ, իսկապես ցավալի է, չեմ ուզում ավելին ասել, դիտեք մի քանի անգամ քարտեզով, վերլուծեք, հասկացեք, գնահատեք, վերագնահատեք, այն ինչ որ տեղի ունեցավ, մենք կհանդիպենք արդեն հաջորդ անգամ եւ կներկայացնենք երկրորդ մասի առավել հետաքրքիր բաները։